Հայաստղեր հաղորդաշարը Radio Stars-ն Հայաստղեր հաղորդաշարի հետևողներ լսեցեք Radio Stars-ն և բայելեցեք թիդերով Radio Stars-ի թիմադեդրեն քրական, հասարակական, դպակրական գործիչ Դիար Ապիկ Բասմաջյանի հարցազրույցը Ապիկ Բասմաջյանը պիտի վերհիշեի իր մանկության անմոռանալի հիշադակները, դպրոցական հուշերը և ընտանեկան հավաքույթները Հալեբ քաղաքի մեջ, ինչպես նաև պիտի հաղորդի դեղեցությամբ Բասմաջյան ընտանիքի հաջող գործունեություններում մասին և վերջապես պիտի խոսի դեղափոխվելու դժվարություններուն և հայերեն լեզուն պահպանելու մասին Սփյուռքի մեջ։ Սիրելիներ, հետևեցեք քրական, հասարակական, դպակրական գործիչ Դիար Ապիկ Բասմաջյանի հարցազրույցին ուղիղ եթերով երկուշաբթի նոյեմբեր 10-ին Radio Stars-ն գեսօրի ժամը 1-ին Լոս Անջելեսի ժամով, երեկոյան ժամը 1-ին Հայաստանի ժամով և երեկոյան ժամը 10-ին Եվրոպայի ժամով։ Հաղորդաշարը կպատրաստե և հարցազրույցը կբարե հաղորդավարուհի Ստեյսի Ավետիքյանը Արաբյանը։ Radio Stars-ի շատ սիրելի ունգընչերներ և ագընչերներ։ Յուրաքանչյուր երկուշաբթի, երբ Լոս Անջելեսի ժամով Radio Stars-ի ստուդիոն ժամը 1-ն է կեսօրի հետ, ուրեմն բահահասած է ես բացակայիմ առանցին, որբեսի վերադառնամ հյուրիս հետը։ Այսօր եւս ձեր բոլորին կողմեն սիրված հյուր մնե, քրական, հասարակական և տպակրական գործիչ Դիար Ապիկ Բասմաջյանն է։ Ես նույն ժամանակ, որովհետև գուսակցական կետնի վրա ինք ընկեր է, իրեն հետ խոսելու ադեն անպայման պետք է ասեմ ընկեր Ապիկ Բասմաջյանը։ Որովհետև մենք երկուքս և բոլորս կսիրենք հայրենասիրական, գուսակցական կամ այլ ազգային զուտ երգեր, այսօր նախընտրած եմ Տիգրան Հովհաննեսյանի մեկնաբանությամբ լսենք Հայեր միացեք երգը, և այս մեկը ինձ մենամակումն է բոլոր հայության որպեսզի միանան, այլ բնավ այսպես ցանցարդ սևով չմնանք, մենք հայեր իրար մե հերու չմնանք, այլ իրար միանանք և շատ գեղեցիկ իմաստալից բարերով երգ մնե։ Եկեք լսենք, ես բացակայիմ և վերադառնանք երկուքս, չի հեռանաք, սպասեցեք մեզի։ Գելեցեք Radio Stars, Radio Stars։ Մեզ կանչում օգնության աստենք, հայեր միացեք, միացեք հայեր, Արցախն է մեզ կանչում օգնության աստենք, երջամբա ունենք, պիտ հաստենք սասում, քաչերի հողը մեզ է սպասում, երջամբա ունենք, պիտ հաստենք սասում, քաչերի հողը մեզ է սպասում։ Ախ, Արցախ, խորեցավը։ Ախ, մարդիկ չևան, հայոց տնորան, անդիվ թշնամիկ, եղան անցկացան, ես բաժին ընգավ, սև բաղթը փաշան, հայատապվեցիր, հող հավենական, ուսի դված արհույցի նման, եդբեր ենք հողնու բարգը հայության, ուսի դված արհույցի նման, եդբեր ենք հողնու բարգը հայության, հայեր միացեք, միացեք հայեր, Արցախն է մեզ կանչում օգնության
միացեք հայեր, Արցախն է մեզ կանչում, օգնության ասնենք, Մեր ճամպա ունենք, պիտ հասնենք սասուն, Կաչերի հողը մեզ է սպասում, Մեր ճամպա ունենք, պիտ հասնենք սասուն, Կաչերի հողը մեզ է սպասում Այո, ուրախությամբ կլսենք, բայց քիչ մնալ այսպես, դխրություն կվատշարե, որովհետև Արցախի համար է, և ունենք մենք Արցախի գարոտը, ունենք հույսը, որբեսի թարսյալ գարենանք մեր Արցախը գոչել մերն է, ուզեն, չուզեն մերն է։ Ռեջո Ստարզի ունգընչիրներ և ագընչիրներ, գողջունեմ թեր բոլորին թարսյալ և շնորհակալություն կհայտնեմ, թե Միշտ հաղորդաշարը կհետևիք, կգեսվիք և անհամբեր կսպասեք հյուրընկալելու ամեն երկուշաբթի դարբեր հյուրեր։ Ծնած, մեծած և ուսանած է Հալեբ քաղաքի մեջ Սուրիա։ Ինք Մարաշցի Հովաննեսին և Կիլիսցի Մարիին զավակն է։ Իրենց դամ մեջ մտավորականությունը կխոսեր, որովհետև դան անդամները ուսումնասեր տասագարքով մարդիկ էին և յուրաքանչյուր սենյակի մեջ իր դան մասին կխոսիմ գար քրաթարանմը հարուստ քրական գիրքերով։ Հաղորդաշարի հրավիրյալը մասամբը ծանոթ է ձեր բոլորին, բայց այսօր զրուցելով միասին ալավելի լավ պիտի ծանոթացնեմ ցեզի։ Քրական, հասարակական տպագրական գործիչ Դիար Ափիկ Բասմաջյանն է, որ մեծ սիրով գհյուրընկալեմ իրեն և ունենք շատ խոսելիքներ այսօր, ինչպես թե հաղորդեցի, ալավելի լավ ծանոթացնելու համար իր անձին, իր մասին, իր կյանքի մասին։ Գողջունեմ ընկեր Ափիկ Բասմաջյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար և շնորհակալ եմ ձեր ցանկության համար ըլլալ հաղորդաշարի հյուրը բարի եկած եք։ Շատ շնորհակալ ենք մեր բարևները և ողջույնները բոլոր ունգընտիրներուն և ալունտիրներուն։ Բոլորը դա ողջ մնաք, անշուշտ ուսի դված արյուծի նման պիտի շարունակի հայ ժողովուրդը իր վերելքը։ Ամեն։ Եվ միշտ այդ երազով մնանք, որովհետև ես անձամբ գսեմ թե ընկեր, եթե երազ չունենք կամ եթե չերազեցինք, ուրեմն անկարելի է թե մենք կրնանք հաջողցնել մեր երազները և իրականացնել մեր երազները, ինչ կսեք։ Անպայման, նպատակը նույնն է, բոլորը մեկտեղ պիտի թափի վերջո։ Առաջ Աստված, Արցախը և մենք պիտի այցելենք Արցախը դարձյալ։ Պապակելի։ Այդ հույսով մնանք, ինչպես տեսի, պետք է հույսով մնանք և երազանքով, որովհետեւ կգրնանք իրականացնել և իրագործել ամեն բանը։ Ուրեմն, ինչպես որ բոլորը գիտեն, դուք շատ ծանոթ եք բոլորին, ջանցված եք, ձեր մասին լավ գիտեն, բայց այսօր դարբեր ցևով պիտի ծանոթացնեմ ցեզի ընկեր Ափիկ բոլորին մանավանդ ացեր մանկության ունեցած հուշերով։ Լսենք։ Հարցազրույցի առաջին մասը հիշել մանկությունը և մանկության հիշատակները։ Ընկեր Ափիկ Բասմաջյան, վստահ թե մանկության հուշերը միշտ անմոռանալի են և վստահ եմ թե ունեցած եք դուք անձամբ թուրեգան բահեր։ Եկեք միասին վերհիշենք, արդյոք ինչպիսի մանկություն ունեցած եք, ուրախ, դխուր, դժվար, նամանավանդ Հալեբ քաղաքի մեջ է որ գխոսենք։ Հրամեցեք լսենք տեղեկությունները ցեզ մե։ Ինքը պատմական օրեն արդեն Հալեբ քաղաքի Գրնամսել, որ մեր ապերգերբը արեգամներու, թրացիներու գամ հայության արդենիս գրեթե հավական ատաղամասերը բոլորը գարու էտ մոդ էին։
այդպիսի ուրեմն գտնամ նկարագրել թե մինչև դպրոցները հայկական մեր հայկական շրջաններում մեջ էին բավականաչափ երբ որ ընկերներ դասընկերներ ունենան եւ առավել որ մերը եթե արի արենուշական ագումբային ցանկերու մեջ երբ որ իրենք դեր ունի ապերապար ընկերային այդ համացանցը լայն ծևով եւ լավ հարաբերությամբ գրնամսել գապած կմնա այնպես որ մեր բարակային մանկությունս իմանշուտ ծնած եմ հարաբկաղաքի մեջ Սուլեյման Եշրջանը շատ բարեգեցիկ այսինքն լավ կյանք ունեին բայց Թաղամասի մեջի ընկերներ ոմանք գրնատ տասնգերը լան իրարու հետ միշտ լավ ժամանակներ կանցնեինք ասի մեր մանկության շրջանն է ինքնաբերաբար շաբաթը գրեթե գիրագորերու գործունեության Ոմենատմենի գարույցի մեջն էինք, ագումբն էինք, կամ բարդես որ կոչվի, մեր Հալեբի քաղաքի բաժնի, որովհետև Հալեբի մեջ մենք երկու բաժին ունենք, թե քաղաք, թե Նորքյու։ Ուրեմն բոլորը գավակում էին, ինչպես որ մենք, բայց եթե մեր սեփական մանկության օրերեն հիշատակ մուծես, ընտանեկան մեջ արդեն իսկ որոշ ընկերային կյանքը արդեն մշակված էր։ Լավ քույրերս ինձ մեծ կամ ինձ մեծի ես միշտ նգրեմ քանի երկու քույր ունիմ Անահիտ եւ Մագի Այո Անահիտը բորմած եղավ շուրջ 8 տարի առաջ Մագին մինչև այսօր իրենք կգործեն բայց եթե մանկութեն եմ որ պիտի իշեմ ամուսնության մինչև շրջանս չհասնելը Գահասնին կոմպայց նախ ծեր մանկությունը հիշենք թե ուրախ այսինքն փոքրիկ էիք գխաղայիք փոքրիկ այո որովհետև Ստեյսի այդպիսի բարակամներ որ հիմա մանկության շրջանին եթե մինչև նախագրտարան պիտի հաշվենք մոդեր մեր բաբենական հաստատությունը խանութը ասենք կամ դպարանը եւ գազամատունը անշուշտ հանդիպումներ ունենք առավել դան մեջ հարաբերական իմաստով բավականաչափ ծանոթություն ունեցող օրինակ հայրս ոչ թե միայն քերթաստանական այլ բարեկամական այսինքն լավ գերականներ լավ օրենսդրական մարդիկ ծանոթներ ինչ որ նույնիսկ ագումբի շրջանագեն եւ մենք այդ ծևով մեր մանկությունը լավ ծևով կրծած ենք մեծանալ արմատները լավ են Բիդի չի վերադառնալ նախանցյալի Անտրանիկ Ծառուկյանին այդ իրեն հեղինակության մանկություն չունեցող մարդիկ բոլորը շատ լավ գիտեք եւ պետք է անդրադառնանք անշուշտ մեր ցեղասպանության զոհված այդ սերունդին ադոմ եւ որ մանկություն չէին ունեցած բայց բարգացոր մենք մանկություն ունեցող ատմաններում մեջն էինք լավ ընթացքի մեջ էին ուղղությունները օրինակ համար լավ ընտանեկան հարգաններ լավ մեր ընկերային շրջանագի մեջ Բիդի խոսենք բոլոր այս ընտանեկան մթնոլորտի մասին բայց հանգրվանով Բիդի վերադառնանք փոքրիկ ափիգին Փոքրիկ ափիգը նման մյուս փոքրիկներու պես կսիրեր այսպես փողոցը իր բարեկամներով կամ ասենք ավելի փոքրիկ ընկերներով խաղալ կամ ավելի կրավեր ցեզի քիրքը ընթերցանությունը քրագանությունը ասենք Շատ ճիշտ է Ստեյսի ինքը ճիշտ է որ մանկությունը քիչ մչարաջի եղած է Մանկության կամ դեռ գշարունակվի Անշուշտ այդ ժամանակն է այդ անկրմաններ Վստահ Ստիպողական ոյ մեկ բան չունեին բայց չարաջիջության արդյունքն անշուշտ Եթե մենք հոգեբանորեն պիտի մոդենանք որովհետև մինչև մանկավարժները գիշեն թե մանուկը պետք է խաղա խաղեն պետք է գիշտանա որ հետո գետրոնանա իր տասելու իր դպրոցյան տասելու այնպես որ մինչև մեր ընտանեկան հարգին դակ ունեին գսի այդ մտավորական այդ հանդիպումները բարեկամությունները այդ ցկտումը ունեցավ զիգ տարիքեն թե
մեր դան ծնողքից դան սենյակներուն բավականաչափ արդեն բادرը լեցված էր քրքերով Այո անպայման արդեն որևէ մեկը որ դա կամ զավակ կամ հարազատը այդ քրքերը տեսնելով այդ համույթը ստանալու անպայման թերթադելու պետք ունի Այո Եվ այդ պստիկ տարիքնես ինքնաբերաբար արդեն այդ քիրքերու մեջ գրեթե մեծած ենք եւ մանավանդ հորս ծնողքիս այսինքն մինչեւ մեծ հորս օրեն եւ որ այցելություններ գուտային երբ այդ պստիկ տարիքս քսեի օ նորեն քիրքերու մեջ նստել են ու կամ բաբային դու նորեն քիրքեր Ձանոթներ բարեկամներ բաբային օրնագամարի բարեկամներն որ գուքային բոլորը արդեն ինքնաբերաբարսի մտավորական խավ գազմեին եւ բոլորը քիրքերու ասենք սիրահարներ հեղինակներ ասեր ադորամար սկսանք այդ հագում ունենալ Հաճելի էր Մանվարանցիմը հաճելի գտվի վերհիշելը, որովհետև անմոռանալի օրեր է, որ ունեցած եք ձեր ծնողքին հետ, դուք հիշեցիք ունիք երկու քույր, եթե պիտի խոսենք երեք սավակ, Անահիտ, Ափիկ, Մագի, դուք Հովաննեսին եւ Մարիին միակ որդին եք եւ ունիք երկու քույր, ինչպես հիշեցինք, արդյոք ձեր ծնողքը ավելի ձեր ծնողքի ասենք վերապերումը դարբեր եղած է ձեր հետ, որովհետև միակ որդին եք, մյուսները երկու դուստր ունեին, Հովաննեսի եւ Մարին, Կարմիան Ափիկը, արդյոք դարբեր ձևով վերապերմունք ունեցած են ձեր հետ, բացարիք եղած է Ոյ մեկ դարբերակ չի գար, հիմա արդար ծնողը եթե իր զավակներուն արդար պիտի դե հավասարապես պետք է դիտեն եւ պիտի փաշխե իրենց սերը եւ համակրանքը բոլորին զավակներուն համավասար մենք թարչալ ասի քանի ընկերային եւ արաբել քրական կետնի վրա ծնողս բացառություն չէին իրենք միայն հալեբի մեջ բայց Այդ հարաբերական իմաստով, այդ արդյունքը արդեն մենք խաղաց ենք իրականության մեջ։ Օրինակ արիմ այդ քույրս մեկադը մեծ անայդ անշուշտ քիչ մանգարով էր, որովհետև ոտքի հարց ուներ, ինե մանգութեն։ Այո։ Բայց մալի օրինակ արիմ միութենական եղած էր, արձվիկ էր, աստիճանավոր էր, դուրս ելել երթալքալ, նույնն էր, որովհետև մեր ընտանիքը արդեն ինքնաբերաբար այդ մողում ունեին, այդ ճանավարին մեզի միշտ ուղեին։ Այո։ Ադորամար է որ որոշ կապվածություն մգա եւ նույն ադեն ավելի դարիքներու քիչ մոդել լալու որովհետեւ հայրս եւ մայրս քիչ բզիկ դարիքով ամուսնացած են ինչպես ես Միշտ բզդենք այո գլսեմ Լավ մենք երբեմն նույնիսկ որս հետ ամորիտան շրջանի եւ օրդեր գայցել էինք Օրինակ մարիմա ճաշարանի վերապերյալ կամ ժամանցի դերեր, ագումբը, կաֆետերիա, ագումբը se բոլոր արդեն ծանոթ են ինքնալ որով գործիչ էր, առավել օրինակ մարիմա դարբեր ճաշարաններում մեջ որ գտնեին, հոնդերի ուրեմն Պաշտոնյաները գսեին, բարև բարոն Հովաննես, եղբայրդ կլա, կխնդար բաբան սերչե զավագը սե ափիկը, այնպես որ երդասարդ կսեմ այդ հոգեբանությունը մեր մեջը սերմանված էր ագամության մեջ։ Եվ ինչպես շարունակվի։ Իմ և հարցյալ զավակներուս մեջ։ Քիչ հետ կշատ սիրուն նկարը ունիմ, պիտի ծանոթացնեմ բոլորին ձեր դուստրին եւ որդին Հովիկին եւ Մարիային նկարը քիչ հետ կտեսնենք անշուշտ, բայց խոսենք այսպես Բասմաջյան ընտանիքի մասին, գիտեմ թե ձեր հայրը ուներ 4 եղբայր, 2 քույր, բավական մեծ ընտանիք մնայիք, եթե պիտի խնդրեմ ձեզ մի ափիկ Բասմաջյան, նկարագրեք Բասմաջյան ընտանիքը, ինչ ձևով կնկարագրեք։ Մեծ հայրս բավական արդեն գկիդակցին Աբրահամը, մեծ հայրս է, Մարաշեն անշուշտ չարդեն ճողոբրած, հասած էր քալելով հալեբ եւ մեզի գտներ մինչեւ օրս ես անշուշտ փոքր դարիքից բավականաչափ արդեն գասկնայի եւ իրենց մտիկ կնեի ուրեմն նախքան
մեր պատմականին հասնելու բասմաջյան ասկանունը մականունը արդեն եկած է կորձի պերումով որովհետև այդ ժամանակի գայսրության Օսմանյան գայսրության շրջանին երբ որ իրենք մարաշ գաբրեին գփնագեին մեծ հորս բարակաները ծնողքը եղբայրները քույրերը Գրեթե այդ ընտանիքը սպառված են դպացոյի գործերով։ Ադոր համար որ իրենց լեզվով դսեն բասման դպակությունն է։ Այո։ Այդ օրերեն եկած եւ հիմնված է մեր մականունին վրա։ Եվ բավականաչափ մեծ հայրս երբ որ այլևս խելահաս կլահալե որ փանոց մնալեն ետ իր ուսումը շարունակե ֆրանսական ուրեմն թրեր մարիսներուն մոտ բավականաչափ իր ֆրանսերենը զորավոր լալուն եւ մինչեւ գուսանի տեղակորձություն իմ մեծ հայրս գրեթե արդեն լրացած էր տեղակորձությունը Այո բայց իր սերմանված այդ բաբենական արհեստը եւ արվեստը ուզեց երևի թե շարունակել եւ հալեվի մեջ իրենց ունեցած գոգիկ դան մեկ հսկա սենյակ որ կետնահարկ էր ուղղակի վերածեց գազմարարության կետրոն եւ այդպիսի քիրքեր կգազմեր pedagogan եւ քաղաքապետության եւ անշուշտ ընդհանուր մանավանդ Հալեբի pedagogan քրատարանի բոլոր քիրքերը Մեծ հայրս կգազմեր, բավականաչափ թադավորներու, բավականաչափ փաստաբաններու, բժիշկներու, բոլորի եւ նույնիսկ անշուշտ հայեր, որոնք իրենք քիրքերու սիրահար են, կան թերթոններ, որ պատրաստվեր թերթերը գելեր, մանավանդ աստագեն ժողովուրդը կբահեր, կփերեին եւ կրկույկիկ վերածեին։ Եվ մանավանդ իր այդ գազմված վիճակը արդեն ինքնաբերաբար բահաձոմն է կբահե բավական այդ տուղտերը իրեն կյանքը երկար կմնա եւ տուղտին իր արժեքը եւ պատմվածքը կամ հեղինակությունները ուրեմն մեծ հայրս Աբրահամը անշուշտ մեծ մայրս Մակրոնին առաջին հայ օգնության խաչի անդամուի էր Ես բոլորը շատ լավ գեիշեմ առաջին օգնության խաչի անդամուիներ են եղած էր շատ լավ գեիշեի գիտակցեի իրենց այցելողները մենք անշուշտ այցելեինք ծնողքիս հետ եւ ունեին անշուշտ 6 զավակ ինքը իրականության մեջ 7 զավակ էին մեջերն է միայն մանկության գործընկեր են վարանտ անունով Զավակ ու դաղազավակ։ Այո։ Ուրեմն կմնա Հովաննեսը այսպես անկուցյալը անշուշտ առաջին զավակն է, մեծ զավակն է, անշուշտ երկրորդեր իրեն Վահեն, Վահանը, Վասկենը։ Կմնա հորակույրս Կուցի եւ Արաքսի։ Եվ իրենք բոլորը ծաղկած են, մշակված են Հալեբի մեջ որ եղբայրներս բոլոր Ալեպպո քոլեջական եղած են, ամերիկյան քոլեջի ուրեմն ուսանողներ են, Հալեբի մեջ շատ հսկայական ամերիկյան քոլեջ ունենք, իրենք ուսանած էին եւ փոքր տարիքեն ճամփորդեցին, ուրեմն երկու եղբայրներս, Վահան եւ Վահեն, Ամերիկա։ Այո։ Հիմա որ Ամերիկա գտնվի մեկ եղբայրս որ քիչ վերջ պիտի կանք հասնենք Դգարձեմ արդեն 60-65 տարի է իրենք միացյալ նահանգներ գտնվի։ Ուրեմն կմնա հայրս Հալեբ, սիրելուն համար Հալեբը, եւ Վասկեն հորեղբայրս, որ ամենափոքրն էր, Բեյրութ կփոխադրվի Հալեբենի հետ։ Այո, Վասկեն հորեղբայրս դարձյալ դպակրիչ եւ գազմարար էր։ Շատ հաճելի է լսել բասմաչյան ընտանիքին այսպես սրդի
խոսող բարերով որ կնկարագրեք հապշտակված կլսեմ եւ չեմ ուզեր խոսակցությունը այսպես ընդհատել ցեզի եւ հանգիստ կցկեմ որպեսզի ամբողջությամբ պատմեք նամանավանդ բոլոր բասմաչյան ընտանիքի անդամները լա մեծ հայր եղբայրներով քույրերով լացեր հայրը քույրերով եղբայրներով եւ դուք գշարունակեք այդ բասմաչյան ընտանիքի գրնանգսել ավանդությունը կամ ժառանգած եք ատտբակրական կորձը այլ դարբեր բայց արդյոք ցերդամ մեջ ապիկ բասմաչյան խստություն մգար խստությունը գտիրաբեդեր թե Արկիլված է հայերեն լեզվով դարբեր լեզու խոսիկ, որովհետև հալեբի մեջ վստահ է պիտի խոսիկ արաբերեն կամ անգլերեն, որ դբրոցը արդեն գսորվի յուրաքանչյուր աշակերտ։ Այդ խստությունը գարցերդան մեջ։ Շատ տարածում էր։ Այս մեկը արդեն խորացած է մեր մեջ առանց խստության, որովհետև ընդհանրապես Դզդիկ մժվիդով խոսիկ կոնե ասոր մասին մարաշցիությունը և մարաշցիները ջանցված են ավելի թրկախոս։ Այդպես են այո։ Բայց ապսոս մեր ընդանեկան հարգեն ներս անգարելի է օրմը թրկերեն պարմը լսել։ Առանց դնշումի ինքնապերապար և առավել ես միայն դզդիկ պրիպակ մի եղավ իմ հայրը Սովանեսը ֆրանսական ուսում ստացավ հալեբի մեջ, վեր մարիստերու ուրեմն ինքը կալեջեն էր և առավելալ վասկեն հորեպայրս և որակույրս, ուրեմն վրերներն ալ բավականաչապ, բավական հսկա ավոր ֆրանսական ուսումով դպրոց ունին, շատ լավ ծևով քաղաքագրթված ուսումով օժդելու ամեն դրությամբ Անշուշտ երբ որ վերաթարնանք միանաց ճշտումը որերի չմորնանք, այդ ջնշումները հետ չի գար, բացարձակ, որովհետև արդեն աբացույցն է մեր ունեցած բոլոր հարստությունը, բոլոր քիրքերը արդեն ամեն հայկական է, բայց այդ հայկական քիրքերում որ քիչ վերջ վստահ պիտի հասնին գաղտնիքերում, Քիրքեր գար որ գնբաստեր մինչև ցեղասպանության մասին, բայց հայերենով ադրակ պիտի ասնենք։ Յուրաքանչյուր սենյակի մեջ որ քրաթարամը ունեիք բոլորն ալ հայերեն քիրքերն ինչպես որ հիմա բացադրեցիք։ Գրնամսել 180-ը հայերեն քիրքեր են եւ հադորներ ունեինք Օրնագամ արիմա, ռապին հադորները, ասենք խենթը, որ մի քանի հադորներ են, 6 կամ 7-ը, հայկական ասկանուններու հրաչիա աջարի բադրաստած մեր հայկական անուններու պարարանը, որքան հետաքրքրական, այո, իմաստալից, շատեր երբ կհարցնենք, հիմա երբեմի իրարու կհարցնենք գսեն, օրինակ գարաբետ կամ գարո անուն շատերը հարցած են որ ինձ սերեն գարաբետ անունը կնշանակե գարավանի բեդն է առաջնորդն է այսինքն այո հիմա ադիգա դարբեր նույթ է մենք պիտի չի շեղենք մնանք նույնիսկ մեջ քիրքերու եւ հայկական լեզվի 180-ը հայերեն քիրքեր են եւ բոլորը իմաստալից քիրքերը, որեն մեր հայրենիք ամսակիրքը կա, լման հադորները, որ դպված է օրգանն է մեր տաշնակցության Բոստանի մեջ, Ամերիկա, և 1920-ականներում։ Անշուշտ 1600 քիրք ունիմ Բույրստեյսի, մինչև այսօր Հալեբ մեր փակ դպարանի մեջ։ Գացին Հալեբ։ Այո, 180 ասեմ, մնացած 120-ը ոչ թե միայն միջազգային կամ եվրոպական հատներեն կամ ֆրանսերեն պարարաններ չեն միայն, մինչև վստահ դուք լսած եք իլյուստրացիոնը գա ֆրանսական, որ բոլոր աշխարհի ամենամեծ գծագրիչներու առաջին գծագրության դպակրված պատկերներով
բոլոր ադոնք բաղված են հսկայական ալբոմներու մեջ Ըստ երևույթին ես հալեպ պիտի մեկնիմ եւ ոչ դուք արաբական քանդակագործությունը մանրանկարչությունը բոլոր փորակրված բոլոր այդ իկոններու նման բոլոր ադոնք բաղված են հսկայական ալբոմներու մեջ Իսկական ժառանգ են, այո, այս կիրքերը ժառանգ են Ժառանգած եք ծեր զնողքեն եւ ունիք այսօր դուք բահացեք աբաց ծեր զավակներուն եւ թորնիկներուն եւ ես այս կիրքերուն գոչեմ քանց են որովհետեւ նամանավանդ ինձ հետաքրքրեց երբսիկ ամեն մեկ անունի փածադրության փարարանը ունիք որ շատ կհետաքրքրե ինձ շատ մանուններ Իմ այսպես ուշադրությունս կգրավի թե արդյոք այս անունը քիչ մտարբեր է ինչ իմաստ ունի Մարդիրոսն է կամ ասենք Կարապետն է կամ այսպես քիչ ավելի հին անուններու մասին խոսենք որ մեր մեծ հայրերը եւ իրենց հայրերը այդպես կգոչվեին շատ հետաքրքրան է այդպիսի փարարանը թեր հալեբի մեջ է դուք ունիք բահացեք Այո Հրաչ Աջարյանի գվերապերի իր դիգինը Սոֆիան Ինք իրեն ուղնած է և դպակրված է Երևանի համալսարանի դպարանի մեջ։ Հետաքրքրական վերաթարնանք Հովսեփին և Մարիին Աստված հոգինին լուսավոր է։ Ձեր հայրը ուսուցիչ, մայրը աշակերտ Մեսրոբյան վարժարանի։ Ուսուցիչը և իր աշակերտը ունեցած են հզոր գապմը։ Արդյոք լսած եք իրենց մեջ թե ինչպես մոդեցում ունեցած են եւ ինչպես որոշած են բսագատրություն մգնքել Հայր ցանկանադեմ որ գտմերսի այդ մեր ընկերային այդ ջող հարաբերության ընդմեջ են Դսեր ընդրեցի Մարին տասարանի մեջ գամ դբրոցի մեջ Լավ իրենսի որ այրսի տուն Բզդիկ տարիքով ուսուցիչ է վերեիր, սավարտեն ինձի բզդիկ բարոն գգոչեին։ Սա որ մարին մեջ, սա մորդ մեջ սավատ ազնվությունը, այդ պարիությունը և ուսումնադենչ լալում, սա զինք ընդրեցի, սա իպեր ապակայի իմգինս։ Եվ որի եկավ որ բիդի գրտնվի, Այնքան ադեմ որ ես սկսա քիչիկ մեծանալ որ մի որ ծնողքս սկսան առաջարկել թե պետք է ապիկ քեզիա ոտքի հանենք Ահա Ես այդևս անցվեցա եւ ինձի եթե իրենք առաջարկներ ներկայացին ամիջապես որ ես սիրած ունիմ ընկերուհի ունիմ Որովհետեւ կարևորը տրագանորեն Եվ աճարը սի տուն բաբա, տուն մաման սիրեցիր և սի ամուսնացար, ես ասիրած ունիմ հետևիտ ամուսնանամ։ Շատ կեղեցիկ պատասխան է։ Մերժել։ Եվ ամենչապես պատասխանը ինչ էր, ընդունեցին, թե այո է։ Այո, հասկացողությամբ անշուշտ տրագան էր։ Վստահ, ամեն բան հասկացողությամբ է որ գլուծվի։ Նախքան նկարներ տեսնելը այժմ խոսենք ձեր հաջախած դպրոցներում մասին Հալեբի ասկային Հայկասյան վարժարան եւ ասկային Կարեն Եփե Ջեմարանի երկու այս դպրոցներում մասին Սուրյո բաթմական Հալեբ քաղաքի մեջ հայաշատ նոր քյուրի գլխավոր ջամփուն վրա 1947 թվականին իր թռները Հալեբահայ աշակերտներուն թիմած լայն բացած է ասկային Կարեն Եփե Ջեմարանը, որ դարձած է մարդագերդման ու հագերդման դպրոց։ Արդյոք թեր մինչև այսօր գոյություն ունի։ Անշուշտ։ Շատ լավ։ Նախ խոսենք երկու ինչպես ասի դպրոցներում մասին, նախ խոսենք Հայկասյանի եւ ապա ասկային Կարեն Եփե Ջեմարանի մասին։ Դպրոցական օրերը, դպրոց հաճախելը, այդ օրերը ինչ հիշատակներ ունիք, ինչ կվերհիշեք այդ օրերեն եւ որ մեկ դպրոցի օրերը ավելի դպավորած է ձեր մտքին մեջ։ Ջեմարանը, ներողություն Հայկասյանը կամ Կարեն Եփեն։ Ստեյսի բոլորը իրարու լրացիչ են։ Այնքան արեմ որ նախագահարան հաջախողները մեզի պես օրնակ։ Ամարի մա դարբեր Հավական հայկական մենք դպրոցներ ունեինք,
լա ասկային դպրոցներ, լա անշուշտ դարբեր հայկական դպրոցներ, որ գարժե դարձյալիշել, այսինքն լա ուսումնասիրած հին պատմական վարժարանը կար, որ հիմա արդեն գրթասիրած վարժարանն է, հայ բարեգործական ընդհանուր միության ուրեմն դպրոցները, մանկավարդեզը մինչև երկրորդական, առավել պատմական Գիլիկյան ջեմարանը եւ Գիլիկյան դպրոցը մանկավարդեզը դարձյալ մինչև երկրորդական։ Նույնն ասկային դպրոցներն է, որ կընտրգեր մոտավորապես 4 ասկային կամ 5 ասկային դպրոցներ են։ Ուրեմն ադորում են մին, որ մենք կաճախեինք հայգազյան վարժարաններ։ Ուրեմն հայգազյան վարժարանը ուներ երկու բաժին։ Որտեղ համար մենք գսենք մենք երկսեր, մենք ադգար գսենք դոց բաժին։ Մենք դոց բաժնի ուրեմն ուսանողներ ենք։ Ժիդեդիայի թաղամասի մեջ գտնվող պատմական հին եւ շատ հին դպրոցեր հայգազյանը ուսումնադեն չլալու ուրեմն այդ փապակը մեր մեջ արդեն ստեղծված էր, մանավանդ 3-րդ, 4-րդ դասարան է։ Եվ այդ ժամանակ մենք բոլորս կառնեինք on դասավանդությունը գլար հայերեն, արաբերեն, անգլերեն։ Եվ արաբել հայերեն օրինակ դասակերկերու առընթեր ունեինք նույնին արաբերենովը, օրինակ մենք հայերեն թվապանություն կառնեինք, արաբերեն հիսակ կառնեինք։ Այո։ Հայերեն չիդությունը կառնեինք, հոնդերը կառնեինք օրինակ համար ադումը։ Եվ ճիշտ այսպես ինքը ծանրաբերված էր, բայց շատ սիրով գաճախեինք եւ գիտեք նախագծարանը արդեն եւ օրգան փոխչացնեինք անշուշտ ծնողքդ կամ պապակդ որքու տասնգերներդ կամ տասնգերուներ որ 6-րդին կմիանային իր հանդեսներով վերջ կգտներ եւ ուղղությունը օրինակ համար գլար ամեն մեկը իր սիրած կամ նախասիրած ջեմարանը որ ինչ որ այդպես դիտենք մենք միջնագար եւ երկրորդական եւ մեկը մենք էինք որ շարունակեցինք ջեմարանի կյանքը իսկ Կարեն Եփեի որտուգսիկ երկսեր արդյոք երկսեր գրթական հաստատություններ Կարեն Եփեն այո նախ Կարեն Եփե ասկային ջեմարանը եղած է շատ մեծ բարերար Տանյացի հայասեր բարերուհին Դանիմարկյան ճիշտ է Եվ բադասպարանի ուրեմն թրությունները ստեղծած են այնադեն չարթենի հետ, չասվամթենի հետ եւ ուրեմն ջամարանի հիմնակարը ինքը Կարեն Եփեն ինքը գտինանսավոր է եւ օրեն արդեն ասկային Կարեն Եփե ջամարանը եղած է երկսեր Մենք շրջանը որ մենք 7-րդ էինք առաջին դարին 5 բաժանում էինք արդեն միայն 7-րդ Երևակայեցեք Ինչու 5 բաժանում այսինքն աշակերտներու թիվը շատ էր 1200 մոտավորապես աշակերտ ունեինք այդ թվականներում Օ այդքան Որքան հաճելի Այո Միայն Կարեն Եփե ասկային ջամարանը Ուրեմն գխոսինք 7-րդ այբ, 7-րդ փեն, 7-րդ քիմ այդպես բաժնված էր Այո, ամեն մեկ բաժանումը 7-րդին գրեթե 4-5 բաժանում եղած է 8-րդը դարձյալ 9-րդը դարձյալ եւ 10-րդը քիչ մը եթե զդումներ գլավ ոմանք կրնան թերացած լալու պատճառով կամ ուրիշ տարբեր պատճառներով գրնական դպրոց փոխել կամ pedagogan կամ կորսական կյանքի մղում ունենան Եվ այսպիսով այո Հրամեցեք, խնդրեմ, հրամեցեք Միայն Կարեն Եփեին համար Ձեզի բզիկ պատմական բիդնեն շատ արագ ծևով Լսենք Որովհետև շատերը չէին անդրադարձած թե Կարեն Եփեն ինչ է, ով է Շվեդի մեջ մոտ 7 տարի առաջ շվեդական եկեղեցու մեջ ուրեմն հանդիպեցա ընտանիքի հետ Only terror, simbol tunur degen SCS Suriye'nin hem hayem. Orası hayem, irenk sankura hatan
Սիմվոր թուքոն սին պապագանե հալևեն սկաձեք շուրյան սիբոչ սիպտեր 6 տարի էր ինչ էր այն ադեն Սին ուրեմն սին պապագանաչապ թուքոն մեծած եք անշուշտսի Փոքր տարիքես չեմ եկածոց Դա կրկնական հարցում է, այո Սինեն թուք հարցուցիկ հարցումները սի, բայց եդին գարտես համը գասի լեզվիկ տագիրեն ողագի Վստահ Ուրեմն դերս խոսողը շվեդերեն խոսի Բայց մույսները շվեդերեն չեն խոսի Միայն գլսեն, դշպտան Վերջը ինձ իսա, որ իմ հարազատներս են Ուրեմն սին Դենմարքեն եկած են Տանյայեն Ըսա որ քու պատմած հայկական թբրոցը ըսա իրեն մեծ մորը անունով է Այսին սուքատիվություն Տանյացի հայասեր Փարերարուհի Կարեն Եփեի Այո Կարեն Եփեին հարազատներն էին Եվ այո ես իրենց պատմականը սի գիսանտրին մինչև այսօր ջեմարանի շրջապագին բարդեզի մեջն է Օ սի օրմի եթե գուզեք մդեք գուգլով նայեցեք Այնինչ ուրախություն եւ զուգատիվություն նույն ժամանակ թե հարազատներուն հետ թուք դեսակցություն պիտի ունենաք Ըսիկ թե մի քանի բաժնով հասարամներ էր որովհետեւ 1200 աշակերտներ կային Մինչև այսօր այդպես է կամ որովհետեւ հայության թիվը ցավոք սրդի բաքսած է եւ հասարաններով բաժինը եղած է 1-2 կամ ասենք արավելակույնը 3 Ստեյցեք վերս ինչ որ մեր հետաքրքրությունը մեր սիրելի ծննդավայրին հալեվի եւ մեր իրավունքն է մոդեն հետևելու հետաքրքրվելու ինչ որ մեր ընկերներու միջոցով, բարեկամներու միջոցով ինքը ճիշտ է որ քիչը հալեվի բարական ցավալի եղավ արդեն բոլորիս համար մանավանդ 2011-ից սկսած արդեն օրինակը ես եմ առաջինը Զավակը սովիգինց մեզ մեզ երկու տարի առաջ նախընտրեց Եվրոպա եւ Շվեդկալ Այդ է որ արդեն հանգրվանային ժողովուրդը դարվեդարի հերանալու սկսան քաոթեն Այո Այդ քիչը փոթորգոտ վիճակ ստեղծեց մեր հայկական հասարակական կյանքի մեջ Անշուշտ պիտի աստե ամեն տեսակով եւ նույնիսկ տնտեսական, ուսումնական, ընկերային, համացանցի ամենին ասեցին մեծա։ Եվ անշուշտ իր ժխտական գոմերը ունենալով, բայց փառք տանք նորեն ներկա գտնվողներուն ասկային առաջնորդարանին, խոմին, համասկայնին, բոլոր հայկական գազམ་ագերբություններուն, մշակութային, ամեն տեսակի նույնիսկ մարզական Հեր բահելու և բայկարելու այդ ոգին և հայաբահբանման ոգին գմնա ողջ իրենց մեջ։ Այո, որովհետև դուք մարզականը հիշեցիք, այսօր մարզականի մասին պիտի չխոսենք, հաջիկ թույլ տվեք, որպեսզի ես հաղորդեմ մեր այսօրվա հետևողներուն, թե ընկեր Ապիկ Բասմաչյանը նախընտրեց 2 բաժնով այս հարցազրույցը ունենանք, այսինքն այսօր խոսենք այս բոլոր մանկության ավելի շիտակը ես էր, որ նախընտրեցի խոսենք մանկության մասին, դպրոցական օրերու մասին, այդ հուշերը, որ ինք ունի գնդկրկե եւ դպավորած է իր մտքի մեջ հիմա, որ այս պահին արդեն խոսակցությունես ամենչապես հետ պիտի դիտենք նկարներ, վիդեոմը եւ ինք պիտի խոսի բոլոր այս նկարներու մասին, ապա պիտի խոսենք հայերեն լեզուն ինչպես կարելի է բահել հայաբահման մասին պիտի խոսենք նամանավանդ ինք որ այսօր սպյուրքի մեջ է եւ ոչ այլևս Հալեբ at հայադրոպ քաղաքի մեջ ուրեմն այս դյութերու շուրջ երբ մարզականի մասին պիտի խոսենք նամանավանդ Հոմենեթվենի իմ հարկարժան հյուրս նախընտրեց ասավ թե ինչու երկրորդ բաժնով չխոսենք որովհետեւ շատ հարուստ տեղեկություններ ունի մեզի փոխանցելիք այդպես որ բարձել այսօր մարզականի մասին պիտի չխոսենք նամանավանդ Չագերդի մեջ Հոմենեթմենը արդեն ունի միայն մեկ լման հաղորդաշար խոսելիք նյութերու շուրջ, այդպես է։ Այո, անշուշտ։ Մեծ սիրով դուք կփափակի կցանկանաք, ես մեծ սիրով կընդունիմ։ Հիմա դիտենք վիդեոմը գավելի նկարներմը
յուրաքանչյուր նկարի հիշատակը եւ բացատրությունը պիտի խնդրեմ որովհետեւ մեզի փոխանցեք Տիդենք ուրեմն առաջին նկարը Wow. այս նկարը ինչ է ուր է ինչ կհիշեցնե ինչ բացատրություններ ունի տալիք սույն նկարի մասին Սույն նկարը ուղղակի սրբությունն է Ասի Հայգազյան դպրոցն են արդեն 6-րդ դասարան 6-րդ դասարան ուրեմն շրջանավարտներն ենք Ափսոս եթե գրեթե բոլորը գիշեմ անուններով բայց ցավալին այդ է որ միայն մադի վրա բզդրիկ մադերի վրա համրվելիք 2-3 տասնգեր ունի միայն հալեպնացով Ուսուցչական գազմնա գրեթե մացած են մեկ կամ երկու ուսուցիչ պետք է լա Ճիշտ կետրոնը վարը այո ուրեմն դնում են Ֆիլիպոս Տերցակյանն է ահա նկարի աչ կողմը ակնոցով բարոն Հարություն Նաջարյանն է որ ջանցված է Բանաստեղծի իր ծածկանունով Ցորեցի շատ լավ Եվ Հավագան ետ իր ուսուցչական ասպարեզեն ետ ինքը փոխադրվեցավ Լիբանան եւ ասկային առաջնորդարանի մեջ գործ ունեցավ Զուքակել բլատ Սուրբ նշան եկեղեցվով այո ուրեմն առաջնորդարանի մեջ ես եւ հայրս այցելություն տված էինք եւ իրեն հոն զանոթացանք դարձյալ Սկանչելի բլատ որ Սուրբ նշան եկեղեցին գտնվեր այդ շրջանը Բեյրութի մեջ Այո Իսկ դուք ուր եք այս նկարի մեջ ուր եք որ մեկ շարքն եք այս նկարի մեջ Այս նկարի մեջ ուրեմն Դպորցեմ արդյոք երկրորդ շարքը աչեն 5-րդն եք 2-4 այո Այսինքն բարոն Հարություն Նաջարյանեն Ճիշտ է երկրորդը գտնամ Ահա ուրեմն այո ճիշտ է բրավո Ստեյսի Երկրորդ նկարը ինչ կտեսնենք հոս Ահա Ավոր նկարներ ընդրել եք Ահա վստահ Ստեյսին կոմիշտ անգարելին կարելի կդառնա Անկուցյալ լսեմ ծնողքս մայրս եւ հայրս է Այո Հորս մոտ ակնոցավորն է հայրս արդեն Այո Մետր Գրիգոր Էբդեղատյանն է իրավապան, փաստաբան Սուրյո երեսփոխանական բլոկի մեջ հինեն դեղ ունեցած Ուրեմն Դատեւ arczepiskopos Սարգիսյան առաջնորդ հայոց պերիոթեմի Այո Ալևիացին Այո այո Սուրբազանի մոդը եղողը իմ հորս ամենամոտ բարեկամներեն Պետական Աղաքանիեն է Սուրիական հայրենիքի Մետր Նուսրատ Մոլլա Հեյդար Նախագահին օրենսդրական խորհրդականներ 25 տարի Շատ լավ Իր մոտ գտնվողն ալ վերջինը ցախին Այո Հալեվին անկապետներ այդ թվականներում Իսկ այս նկարի վայրը ուր է 70-ականներում է Վայրը ուր է Վայրը նկարի Վայրը Ուր նկարված Վայրը մեր առաջնորդարանի մեջն է Հալեվի Հստակ ունինք նկարը եւս դեսնենք եւ դեղեցությունները պիտի փոխանցե հոս ունինք քիր օրհնության ար մեծահատյար Հովանես Բասմաճյան եւ սիրելի որդին Ափիկ Ինչ կտեսնենք ինչ է բարունակությունը ինչ կբարբերե այս նկարը որ կտեսնենք Գամ գերվի դիդա չորթե ուրիշ նգարը դարբեր Բայց որ գողմեն է ով ստորակրած է Ստեյսի այս ուրեմն օրհնակիր է այս մեկը ուղարկված Վենեդիգի Մխիթարյան ապահոր գողմեն որոն ստորակրությունը վարն է Հայր ներսես պետք է հայր ներսես դեր ներսեսյանը լա Գրված է այդպես արդեն հստակորեն կտեսնեն այո վստահ հաջորդող նկար մոնի այս նկարը բայց հոս ուրիշ կտեսնենք նվերի հատկանշումներ վերնակիրը հայկական ժանյագի թանկարանային հավաքածու
Ավելի բացատրեցեք հաջիկ այս հատկանշումներու համար որ հիշված է նվերի հատկանշումներ Անշուշտ անկախության առաջ ուղարկված էր հայրս բավական ավագածոներ ուներ եւ իր ունեցած լումաները տրամները բոլորը ինքը գծախսեր միայն պատմական հին հայտ հայրեն ճիրքերու ցերակրկերու այո եւ մոնան որ ինքը հիմա այս ժանյակներու ցերակորձի ուրեմն այս տամագը ուղարկված է Երևանեն անկախության առաջ այսին խորհրդային միության շրջանին ուրեմն եկեղեցու խորանի ծածկոցեր 1901 Ուրֆայի մեջ մանված ցերկով գարված այո 24 քարատ ոսկի թելերով բայց պետք է պատկերն ալլա Հիմա ամենչապես կտեսնենք արդեն հիշված է եկեղեցու խորանի արչև Ուրֆա 1901 թվական այո եւ այս ցերակորձը ուղարկեց ուղագի մայր հայրենիք Հայաստան Այսինչ գեղեցիկ նկարներ եւ դեղեցություններ հաջորդը տեսնենք նկարը եւս եւ շնորհակալություն այս դեղեցություններուն համար ինչ ունենք ինչ է հաջորդ նկարը ահա Վասիկ կխոսեիք այս նկարին համար ճիշտ է այս ցերակորձը այո դզիկ տարիքես այսինքն բադանի տարիքես արդեն լավ գիշեմ ուրեմն այս ցերակորձը բոլորը իսկական ոսկի թելերով գարված է 24 քարատ այո նկարի մեջ հստակ չէ բայց ինք արդեն ոսկի ինչպես տեսիք ոսկի թելերով է այո եւ շատ արժեքավոր բաներ եթե նյութականի մասին չեմ ուզեր խոսել քանի նվիրագում եղած է հայրս եւ արդեն նվիրեց փաստը մեջտեղ է մեր փող չենք պահած հազարավոր սուրիական այդ լոմաներով տրամով գտնե եւ գուղարգե նվեր հայրենիքի Այս ցերակորձի մասին գխոսինք թե խորանի արչև այդպես է խորանի եկեղեցու խորանի ծածկոցը այո իսկապես տեկեղեցիկ է Երանի երբեմն բաբան ինձ գադագով գսեր կամ ընտանիքի մեջ եթե ես կսե ասի ձախեի գրնամ լման շենք մկնել եւ այդքան Իրականություն է Անցանք հաջորդ նկարին Ցեզի շատ լավ հստակորեն հոսլավ գճանցնանք Փարսրահասակ Ձեր հորը Բարը ձնգաչոք երկու քույրերս են Այո Մագինաչին Ցախինանայիդը Բերը աչեն հայրս է ապիգն է Այնադեն վեխունեի Վախչանյանները կարեկին այդ գաթողիկոսն է ապարն է Այո հստակ է Սուրեն արքեպիսկոպոս Կատարոյան Արաշորդ հայոց Բերիո Հալեբից ենք եւ դարձյալ ողորմած մայրս Մարին Այս նկարի ներդան մեջն էր Այո պիտի հարցնե թե վայրը ուր է ըստ երևույթին ցերդան չլալու է Բատմագանը շատ արագ կրնամնել Հրամեցեք 82 կամ 83 թվականին էր այս նկարը Ուրեմն գաթողիկոսի առաջարկով եւ Սուրեն Սրբազանին հետ միասնաբար ուզեցին այցելություն տալ մեր տանը Գաթողիկոսը այնադեն այցելած էր Սուրիո նախագահային Դամասկոսի մեջ Պապակեցավ Հալեբ գալ անշալեբ շատ մեծ ընդունելություն կդավ ժողովրդային եւ անշուշտ եկեղեցական Եվ այդ օրերում, որ ինքը թեր հանգիստ մեկ երկու չանցած արդեն պապագած էր մեր դունը կտվին։ Եվ շատ սիրալիր հանդիպում եղավ, քանի հայրս ժամանակին վարքապետության համար Անտիլիաս գրգված էր ուսանելու։ Ուրեմն կարեկին այդ կաթողիկոսին հետ մոտիկություն ունեցած էր եւ այդ հարաբերությունը մնաց բավականաչափ Մինչև որ հայրս մահացավ արդեն 94 թվականին, մինչև Քարոքին Գաթողիկոսը գոնտակ կրգած էր ցավակցության ինձի։ Այո։ Աստված օրվե բոլորին հոգիները։ Այո, այդպես։ Անցնենք հաջորդ նկարին, այսօր բավական նկարներ ունիմ։
4 նկարներ կտեսնենք։ Ուրեմն, այս նկարը իսկական բացատրություն պետք է։ Ինչ կտեսնենք, ինչու 4 նկար, արդյոք ինչ է եւ ինչու ստեսին զադած այս նկարը։ Այս քարիագը 4 ուրեմն կներկայացնե։ Մեծ հայրս Աբրահամն է, Այո։ հայրս Հովհաննեսը, Ահա։ ապիկը եւ զավակս Հովհաննեսը կամ Բոբիկը։ Գխոսենք 4 սերունդի մասին։ 4 սերունդ, որովհետեւ կորցեցինք մենք Հալեբի մեջ մոտավորապես 85-ին 90 տարի։ Մեր բազմական անունը, ասկանունը բահելու եւ նույն ասպարեզի, նույն կորձին մեջ։ Այո։ Բայց անշուշտ փառքաբաճեցնելով Օրնագի ամարի մեծ հորս աշխատած այդ շրջանը արդեն ինքնաբերաբար քիրքի գազներ եւ հին ցերքի դվակրական մեքենա ուներ։ Ատյանտին օրնագի ամարի իմ հայրս դարձյալ քիրքի գազի պայտարբեր թիլելի վրա խանութ էր։ Այսինքն թիլելը շատ հայտնի պատմական եւ արևդուրի գետրոն շուգա է։ Այո։ Ատյալ երջան անշուշտ դվակրական ասպարեզը փառքաբաճեցինք Եվ մանավանդ բսակի քարտերու կրետի առաջնահերթությունը Սուրյո մեջ մեզ սկսած էր։ Բասմաչյան դպարան։ Այո, եւ անշուշտ զավակը ցան հովի գնալ ինքնանմեզի օժանդակեց։ Վստահ։ Եվ մոտելով մեր վերջին սերունդը սենք մեր բասմաչյան գազմադան կամ դպակրական ասպարեզի։ Ուսանք շարունակվի ինչու՞ չէ թորնիկներով։ Հույսով մնանք միշտ, հա։ Անշուշտ բոլորին։ Հաջորդ նկարը իսկապես մանավանդ աջ կողմի նկարը atkan սրդի խոսվելիք նկար է։ Ինչ տեղեկություն ունիք տալիք Հաջիկ։ Ուրեմն այս նկարը Մխիթարյան նորապաց վարժարանի մենք պատմականը չգրցան գնել, հիմա ես կուզեմ հիշել։ Ուրեմն արկասիկն է այս նկարին արդյունքը։ Ուրեմն 1967 թվականին Մխիթարյան վարժարանը, որ Մխիթարյան միապանության կպատկանի, պետականացած գրաված դպրոցներու մեջ էր։ Ինչպես օտարական դպրոցները, ինչպես Ալեպո կոլեջը կամ Ֆրերները կամ դարբեր ուրիշ դպրոցներ կան, որ պետականացած էին 5 թվականները։ Այո։ Ուրեմն ընդառաջելով անշուշտ վարդապետներեն հայր Էփրեմ Դերղազարյան, որ մեր Ձնողքիս հորս նույնիսկ հարազատական ընտանեկան կապ կար։ Որ մի եկավ առաջարկեց բաբային ասելով, որ Հովհաննես գարելիություն ունի սա ասմեր դպրոցը վերադարձնելու, քանի պետական է գիտեք սա։ Բաբան ասավ, որ ինքը դժվար, այսինքն թրության մեջ է, բայց ես շատ պիտի չանամ։ Երբ որ գնաբաստե հայկականության, կամ գներշնչե հայկականություն, հայաբահբանման, նորեն գետրոններեն մեկ չանք սպիտի թապեմ սավ։ Որովհետև իմ հորս աշխատանքը Սուրյո պետական մեծ շրջանակներու հանրազանոտ անձերեն մեկն էր։ Որովհետև բոլորը բծախնդիր օրեն գվրգեին իրենց քիրքերը գազմելու մեր գազմադան մեջ։ Օրենական մինչև Սուրյո նախագահային խորհրդականներուն սահմանադրական քերակույն ադյանի արավել թադավորներու բոլորին ուրեմն սիրտը շահած էր բաբան Ելավ ուրեմն ներկայացուց քիչ արած ցեզի նկարի մեջ որ մետր սի Նուսրատ Մոլլա Հայդարը ինքը նախագահային խորհրդականն էր Եվ ատկե ետ եղավ Սուրյո սահմանադրական քերակույն ադյանը։ Ինչ լավ։ Այսինքն, այո, մահկամե դստուրի է որ գսենք օրիա։ Այո։ Այն ադեն ուրեմն բաբան իրեն թիմեց սելով որ Մխիթարյան դպրոցի վերապացման գուզենք աշխատանք մտանի միասնաբար։ Որ պատմությունը չեր գարենք ընկերուի։ Որովհետեւ հաջորդ նկարի մասին խոսենք։ Ուրեմն ընկերացեցին իրենք եւ 1976-ին արտոնությունը դրվեցավ վերադարձնել Մխիթարյան միապանության եւ մինչեւ այսօր Հալեբի մեջ գործե Մխիթարյան դպրոցը։ Շատ լավ, հաջորդ նկարը։ Ուրեմն այս նկարը
Այդ ներսեսյաններ Մխիթարյանի Վերաթարնագարին այո վերադարձեք սրահի բարի սրահը Մխիթարյան վարժարանի սրահի հացումներ Այո այդ արիքով Մխիթար Սպարաբեդի ուրեմն մեդալյոնը նվիրվեց բաբային եւ բաբան հոս աչքույրը գնե շնորհակալություն գայտնե Այո ինչպես հերնինը իրեն գրին արդեն նկարները գխոսի Ճիշտ է եւ մեդալյոնը գտեսնենք ոչ հստակ բայց արդեն ցերկն է այո Հաջորդը դարձյալ հիշադակելի նկար է արդյոք ցերդամ մեջն է դարձյալ անշուշտ մերդան մեջն է եւ փաստը քրատարանը գտեսնենք Վեապար Կարեկին այ Կաթողիկոս Այո Վախճանյան Այո Եվ վեհապարին յետև գտեսնենք քրատարանը որ ցերդամ մեջ ասինք թե յուրաքանչյուր սենյակ գար քրատարան Այո բայց երկու այցելություն դված է երկու անգամով Դարբեր օրգանիզնենք ձեր քրոջ հետ թուկակ եւ Դարի դարբերություն կա Այո Ուրեմն երկրորդին բաբան այն ադենատեն բավական քիրքեր նվիրեց արժանի է որոսին հիշենք Անշուշտ հրամեցեք ինչ որ վերապերի մեր հայոց պատմության հետ եւ մանավանդ աչարթի գազամագերբիչներու մասին եւ աչարթի օրերուն մեր հայության այդ ողբերգական պատմություններու քիրքերեն նվիրած է որ ինչ որ գնաբաստե մեր հայ թադին Արավել շատ լավ գիշեմ մարաշեմ փերված բգինցե պատրաստված հայրապոյան հաշակցության գնիկը եւ իրեն անցնվեցա Գարժե եւ գարժե Հոս կդեսնենք իսկապես քեղեցիկ նգարման է որովհետեւ արդեն թակուշը գա Ինչ կդեսնենք հոս այս նկարը ինչ է ուր է ինչ տեղեկություն ունի հաղորդելի քաճիկ Ուրեմն այս նկարին տեղեկությունը հետևյալն է Մեջտեղը երևողը պրոֆեսոր Վարդան Գրիգորյանն է որ Հայաստանի Երևանի մատենադարանի ցերակրկերու բաժնի պատասխանատուն է Ձանոթանուն է վստահ այո Հայաստան այցելություն դրինք շատ փապակեցավ Թակուշը հոբիգը արդեն ես իր հետ բավական նկարներ ունեցած էի նկարեցին իրենց եւ այս նկարը հիշադակ մնաց Պրոֆեսոր Վարդան Գրիգորյանը մինչև հալեպ մեր հյուր եղած է մինչև մեր բանը մեջն էր արդեն Այնքան լավ Ես ալ գրծա այս նկարը ունենալ բայց վստահ դեղեցություններ պիտի չիդամ թե ինչպես գրծա ունենալ Այո ընկերուհիս էսիկանի այս նկարը ցույց տվի գուզեմ լուսապանել մատենադարանի բարակային ամառը Ուրեմն ոչ միայն աջանյակներու եւ ցերակորձի նվիրապերումը Մեսրոպ Մաշտոց անվան դակ մատենադարանին նվիրած է հայրս բավականաչափ ցերակրկեր շատ հին պատմական Եվ ադորամար է որ պրոֆեսոր Վարդան Գրիգորյանը իրեն շատ մեծ կնկատեին գտեսնեին եւ գարժեվորեին եւ մինչեւ այսօրս ամեն տարի մատենադարանի այդ քրկույկի մեջ տարեկան առաջին էջը մեծ բարերարներու եւ բարեկամներու բադված անգին մեջ միշտ մեր անունը կմնա Հովանես Վասմաջյան Ոյա գապ ուրախություն այս մեգա հոս գտեսնենք Աստվածաշունչ Ինչու այս նկարը նախընտրեցի ցույց տալ մի քիչ մոտ մի քիչ հեռու Ես շատ լավ գիտեմ թե ցերդամ մեջ միշտ Աստվածաշունչ ունեք ոչ թե միայն գխոսին քրական կամ ալտարփեր դեսագի քիրքեր այլ Աստվածաշունչնալ այսինքն At հոգևորական կամ ասենք այսպես դարբեր քիրքեր նյութեր որ միշտ ցերդամ մեջ կխոսվեր Աստվածաշունչը միշտ կար ճիշտ է Անշուշտ Աստծո շունչը պետք է ամեն դեր գտնվի Այո Ճիշտ է որ հոգիներու սրտերու մեջ կլա Բայց այս նկարին ոչ թե պատճառը միան Աստվածաշունչն է Իր դպակրված մակրամակուր այդ ոսկեզոծ քիրերը խաչը դարձյալ իմ հորս կորձերեն մեկն է որ այսօր քրիթե 70 տարի այս քիրքը նայեցեք ինչ մակուր կմնա գազմված վիճակով Աստվածաշունչը Այո Քանի Աստծո շունչը վրան է Վստահ
անգասկած եւ առավել այդ ազգո շունչով է որ պատրաստված է ծեր հայրը ինչպես որսիկ ուրեմն խոսենք բասմաչյան Հովանես ծեր որը պատրաստությունն է հաջորդը հայերեն լեզվի փարարան թարցյալ ծեր հորը կորսն է որ կտեսնենք այսինքն դբարանին կորձն է բասմաչյան դբարան գազմն է քրկի այո շատ ներշնչված եմ ստեյսի եւ շատ հուզված եմ ամենադեմ որ գտեսեմ այս պարարանները անշուշտ սրդիս մեջն է հոգիս մեջն է եւ իմ մոդս այս պարարանները եւ աստվածաշունչ շվեդի մեջ մեր դան մեջ որովհետեւ ափսոս ես հալեբեն եմ որ ելա միայն մեկ զույգ հայկական մեր պարարանով ելերը եւ մնացած բոլոր քիրքերը այսօր հալեբի մեջ է Այո, ինքը ավարտել ովալեպ կմնա եւ մեր դունի մեջ բավականաչափ ունի, մեր քրաթարանի մեջ չեմ գիտեր։ Լավ, ինչու նախընտրեցիք միայն այս հայերեն լեզվի փարարանը ունենալ առաջին եւ երկրորդ մասով։ Ինչու միայն այս փարարանը, այս երկու քիրքերը։ Ստեյսի, որովհետեւ մենք իրականություն մենք չէինք ծրագրած այսին ճամփորդություն կատարել շվեդ որովհետև իբր սկիզբ հալեբեն միայն մենք մեզի փրկելու 2012-ի արդեն այդ տարի վերջն էր գրեթե նոյեմբեր ամսում բաժնվեցանք հալեբեն այո այդ միդոմով որ եթե Երևան Հայաստան միդերթանք մնայինք մեկնել ես ամիս մնացինք բայց հատկի անտինսինք օղագը երբալեն գնեղանը հալեբի այո շատ վիդելար վերաթարցը եւ ավելի բադ բادرազմական վիճակին պիտի մատնվեին առավել անշուշտ մեր ռոնեղազադենը բավական դեսանք բավական ապրեցանք ինչ որ է բայց գրծա մեր անհատական մխիթարանքին համար զույգ բարարան դերել ի հիշադակ թե հորս գազմը եւ առավելալ երբեմնի պետք է թե ունենանք այդ քիրքի Թերթադումը այդ էջերուն հոդը համը տարբեր է իրականության մեջ։ Անշուշտ, համամիտ եմ։ Հաջորդ նկարը գտեսնենք հոս դերև դիգին բասմաչյաններ, որ մեկ արիթի երաս նկարը, ինչպես արդյոք ես կրծա այս նկարը իմ մոդ ունենալ։ Նորամսակ զույգ էին, նորամսակ չերին։ Դերև դիգին բասմաչյաններ, ափիկ և թակոհի։ Իսկավես թակոհի մնե։ Ասի մեր սիրելի թակուշն անշուշտ, բայց եթե պիտի անդրադառնանք այս նկարը գրնա 1980 կամ 81, մենք 1980-ին ամուսնացած ենք։ 81-ին է այս նկարը, այո։ Ես հիշեցնեմ։ 81-ին արդյոք վայրը եթե բարահանտես կամ խրախճանքի կամ այլ տարբեր երեգոյի ներկա էիք։ Գրնալ լալ բարանցիկ երեգոմն էր չեմ իշեր, բայց գաշարանը պետք է լա Թուրինգ գաշարանը գրնալ լալ։ Քիչ ետք թակուշը գհիշեցնեց եսի։ Հաջորդ նկարը առաջինը տեսնենք եւ երկրորդ նկարը պիտի տեսնենք։ Ուրեմն հոս կտեսնենք աչին գանանչ հակված ծերզավագը հովիկը, երկրորդ նկարի մեջ ցախ կողմը ծեր որդին է։ Այս վերջին նկարի մեջ ուրեմն հարկելի ունգընտիրներ տեսանք Ապիկ Բասմաչյանի որդին հովիկը, որը ստացած է վգայակիրմը շվեդի իշխանին եւ իշխանուհին կողմէ։ Ինչ տեղեկություններ ունիք տալիք վգայակրի մասին հաճիկ։ Ինձ շատ հետաքրքրական է, որովհետեւ Զավգիս հովիկին դարած աշխատանքը շատ աշխատանք է եւ պատկանելիությունը անշուշտ քաղաքապետության ինքը մեջն է, անդամ է, եւ իր դարած կորձը գფինանսավորվի ուղագի թագավորական բալատի կողմէ։ Միակ հայը։ Աշխուժ հրամե։ Միակ հայն է։ Անշուշտ։ Այդ մեկը հիշենք, հրամեցեք։ Ուրեմն հովիկը իր շատ լավ աշխատանքով լավ նվաճումներ ունեցավ, բավական բարձրացուց իր աշխատանքը եւ իմացեցի բզիկ պատմականը պիտենեմ իր աշխատանքը իմ աշխատերը պիտի գրանցել թե ինչ էր իր գործը
Ուրեմն գետրոնն է, որ քաղաքապետության հետ կապ ունի եւ ֆինանսավորումը ասին թակավորական բադատեն է։ Այո, Մարզական բոլոր ապրանքները, ասենք սարքերը, որ ինչ որ պետք ունին, ինչ միտքերներ կանցնի մարզականի, այսինքն եթե գրնամ ասել պինգ-պոնգի բզիկ կնտագե, մինչև ալպինիստները, որ լերգը մաքրեցին, եւ չինի խաղերու, սարի վրա, ովևէ մեկ ֆուտբոլի բասկետի հեծիկներ, ինչ ուզեք, կեմպինգ անելու, մինչև վրաններ, անգողինի դեսագանիներ, կրնամ ասել հազարավոր, մինչև գոշիկներու, կլխարդներու դեսակներ, որ հեծիկներ, բայքերը, որ պիտի քշվի, այո, բոլորին հազարավոր ուրեմն դեսագանի ունին, Շվեդի մեջ 120 գետրոն կա։ 120 գետրոնի մեջ այս նկարը որ տեսակ 5 տարի առաջ 2020-ին եկան իրեն շնորհակալություն հայտնելու Շվեդի առաջին թիրքը գրավեց հաջախորդներու եւ ով որ գարնե բարձու եւ իմաստը ինչ է բոլոր այս արարկաներ ապրանքները որ գտնվի իր մոտ բոլորը նախ նոր մաքուր վիճակի մեջ ովևէ մեգանց կրնա առնել կորձածել մոտ 10 օր եւ կվերաթարցնե անվճար երևակայեց է երբ որ իրենք փակտատական հրին այդ ստատիստիկերին որ առաջնությունը գուկա մեր ապրած քաղաքին եւ լենահանքն է սամբիկն քաղաքն ենք ուրեմն մարդիկը մտածեր են վկայականով եկան եւ իրեն լուրջ վերեին մի քանի օրեր առաջ այցելություն տվին եւ հրաբարակավ այս նկարը արդեն ճիշտ իրենց կորձի գետրոնի թիմացն է որ արդեն քաղաքին գետրոնն է վերջին նկարը որ տեսանք իշխանը եւ իշխանուհին նույն ժամանակ նկարի մեջներ եւ Իշխանուհի Վիկտորիան, որ ինքը գրեթե հիմա թակուի դեղ արդեն բիդանցնի, մորդեր ինքը բիդելա, եւ Դանիելը, իրեն ամուսինն աշուս իշխանը։ Ուրեմն վկայականով իրենք բարգեւադրեցին եւ մեծարեցին, ամիջավես բզիկոտված մլալ ուղեցի ներձնընթավայր Հալեբ, կանցասար թերթին, Հալեբահայիմը արժանիքները անոնի դակ, իսկապես թե արժանի է Մեջի իշած եմ, Հովիկ Վասմաջանն է, ով են է, չեմ ճաշնարգար, ձեզ միայն դագը ստորակրել եմ, իսկապես թե արժանի է եւ Հովիկին վարձ կկատար, իսկապես դուք վստահ եմ թե հբարդեք որքան քեղեցիկ ընտանիք ունիք, ծնող ընտանիք, ապա հաջորդ նկարը այսպես քեղեցիկ նկար մի եթե տեսնեք ինչ քեղեցիկ զգացում է ձեր դուստրը, ձեր որդին եւ ձեր սիրուն թորնիկները նամանավանդ ապիկ կրծեր, ապիկ ջունիորը այս նկարը որքան խոսուն է այս նկարը մոտ 2 տարի առաջ էր Շվեդի մեջ ուրեմն Աչին Անդրանիկ Խուգազյանն է որ տեսած է Մարիային ամուսինը Կովինը Մարիանը աղջիկս, աղջիկիս նույնը շողիգն է հարցս, քիրգը գտնվողը մեր 4-րդ թորնիկն է Ալեքսը, եւ հոբիգն է անշուշտ դղաս։ Արջևի սարքը ցախին մեր առաջին թորնիկ Անջելան է, որ առայժմ անշուշտ Կալիֆոռնիայում իրենք միացան նահներ, Անջելան 15 տարեկան գրեթե պիտի տևակոխ է, Կովինը Հովիգին զավագն է, մեր ապիկ թորնիկն է, որի մանունը ստր է, և թարցյալ Քրիստյանը Մարիային ուրեմն զավագն է, մեր երկրորդ թորնիկը։ Արդյոք կդարբերի ապիկին, ապիկ ջունիորը գխոսին կրծեր, արդյոք կդարբերի սերը, գամ հավասարապես է, հիմա ոչ մի իսեք։ Նայցենք հիմա հոգեպանորեն հիմա ավելի զավագը սովի ենք մեր մոդն են քանի մին քաղաքն ենք
Մարիային մոտ ավելի ծարավը գցկանք գարոդի քանի հրավորություն կա։ Այո։ Բայց ժամանակ առ ժամանակ ընդ գամ իրենց պապակով օրինակ ամարի ճամփորդություններ գլա երբեմն Հայաստան գողովին մենգալոն երբանք Հայաստան երարողան տիվին կրարեցավ ժամանակ կանցնեն։ Բայց ինքը օրինակ բարդականություն ունեցան շվեդական երկու տարի առաջ հովիգեր զավակը մգրդեց չմոռնամ որ հայկական ուղղակի մգրդություն եղավ։ Եթե որ շվեդական եկեղեցու մեջ, բայց հայ քահանայի ցերամբ բոլորը պատրաստված էր։ Այսօր գիտեմ թե ինչպես ասիկ ծեր որդին ամենչավես ծեր մոտն է հովիկը միշտ արիթ ունիկ տեսնելու, որովհետև գփնագի շվեդ։ Բայց Մարիան այսպես կոնե 10-12 ժամ թրիչկով պետք է հասնիկ։ Բայց լսենք Բարև ռադիո ստարզի ունգընտիրների եւ ակընտիրների ես Մարիա Բասնաջյանն եմ, Աբիկ Բասնաջյանի թուստրը։ Այսօր կուզեմ քիչ մոբայլիս մասին խոսել ցեզի։ Ուրեմն բաբաս իր գիտակցությամբ եղած էր մեր տաստիարակը, լասկային, կաղապարի, քրական, ընկերային, մարզական հարկանքի եւ մեծարանքի ուղեցույց մեր ընտանիքին ներս։ Պանչեր խնայած հանդեպ ընտանիքին։ Կնկատվեր ընկեր նման իր վերաբերմունքով։ Փառք Աստծո, որ այսպիսի օրինակելի եւ աննմար հայր ունենք։ Քեզի շատ կսիրեմ բաբա, քեզնով շատ հբարդեմ։ Ստեյսին անագնգալները միշտ պատրաստ են, ամեն ծևով նկար ունենալ, կամ ցայնակրություն, հոսպիտի ողջունեմ Մարիային, գիտեմ թե ինքը երկոր առաջ Լոս Անջելես էր, արիթը չունեցա տեսնվելու հետը մի քիչ սվաղ էր, բայց անպայման մենք հանդիմոբիդի ունենանք, արդյոք այս ցայնակրությունը լսենեն ետք շատ հարկելի ընկեր Աբիկ Բասնաջյան, ինչ զգացում է եւ ինչ ունի գսելիք սիրուն Մարիային։ Անշուշտ սկացված ենք օկտեմբեր մեկ գրեթե օրական իրարու հետ գապտին քերացայնային գաբեր ունենք բայց կմնա գարոդը մեր սրտերու մեջ շատ պապակ ունենք որ ընտանեկան բարակաները ընդհանրապես մեկտեղ հավաքված լայն ավելի լավ է չեմ գիտեր Սկացված եք, սկացված Անի անագնգալի եկա, զված եմ Վստահան անգնգալի վիդիկակ չէ Մարիան որովհետև ինքն շատ ակտիվ աղջիկ է Մարիան զորավոր է, մարզիկ է տարիքաբակային ինչ-որ պետք է աթիշեցումները կան Բարզ լեզվով գսեն բաբային աղջիկն է Տակուշ, ոչ մեկ բան չսի Այո, այդպես է բոլորը Հաճար գսեն մեր հավասար գտիրենք մեր զավակներուն, որ մեկ կտրականություն չունենք Ամեն ծնող նույն ցևով անշուշտ կարդահայտվի թե հավասարապես է այդ սերը ոչ մեկ խդրություն չի գա բայց որովհետև Մարիան հերույ է ուզեցի այս անագնգալը պատրաստել եւ հրամցնել ցեզի ուզեցի բոլորին հետ գիսվել եւ լսեն թե Մարիան ինչպես իր հոր հանդեպ կուզե արդահայտվել եւ ինչ ցևով նկարագրեց իր հորը հուսամ այո հուսվեցաք բայց հաջողի տվեց Այո մենգալ մեր անշուշտ կորի շնորհալության Չնայած որ սկացված ենք, իրենց ամենալավ նոպարին կմաղբենք հարադեր և շատ շնորհակալ եմ ինձ զավակներս, որ օդար հողերու վրա հայերեն և ուղղակի մեր հայաբահբանման այդ ուղիով գտարեն։ Փառք Աստծո, որ մեր թորնիկները գրեթե շվեդ ծնողներ կամ Ամերիկա գրեթե մեծած են, Եփոն ծնած գրեթե մեկ հատ երկրորդ թորնիկնից հայախոս են Փառք Աստծո եւ չնայած իրենց ապրած նահանգը մենք հայ ընտանիքներ կամ հայ դպրոց կամ հայ միություն ագում չունենք երբեմն ներգես երկու ժամ մինչև Լոս Անջելես որ բզդիկները բերել սկավլության Եվ այդպես ալ գշարունակե վստահ եմ Մարիան արդյոք դուք Աբիկ Բասնաջյան բնավ խնդրած եք հովիկեն կամ Մարիային որբեսի Սորվեցնեն իրենց զավակներուն հայոց պատմությունը կամ իրենց որոշումն է որովհետև իրենք այդ հայկական սկացումը բարձր ունին ուրեմն
իրենք այդպես ալ կսորվեցնեն իրենց ավակներուն։ Ձեր խնդրանքով է կամ իրենց որոշումով է։ Ընդհանրապես ուղղությունները, երբ որ ծնողները հոն են, գաբրին, երբ որ ուղղություն կտան, զավակները, որոնք ենթարկված են թրագան կողմերով, ոչ թե խստությամբ ոչ, իրենք ինքնաբերաբար արդեն ապրած են այդ մթնոլորտը։ Օրինակ համար իմ հոբիկը դաս դպակրական ասφարեզի մեջ արդեն ինքն էր, իմ ռեգս գրեթե ինք եղավ, ճիշտ է որ ես հայրն եմ և իր զինդերդացատ տարիք է։ Այնքան ադեմ որ միութենական շարժումներու մեջ կամ բարեկամներու այցելությունները այս բոլորը արդեն գրնա իրենց մեջ այդ բարի նախանցը ստեղծել, թե իրենք անպայման պիտի մնան հայախոս և գիտակցությամբ պիտի մոտենան հայաբահբանման։ Որովհետև ընտանիքը չեն միայն իրեն ընկերային այդ շրջանակը մթնոլորտն աստու է։ Մարնագամարը մահովիկին բարականալ, լա ինքը, լա հարսը ստիգինը շոյը նինն են, բոլորն ալ միութենական եղած են, ասկային եղած են, և այսօր իմ երկու թորնիկները սովիկին զավակները երուկնա շվետ ծնած են, և մենք ըսի մեր աբրած քաղաքը ոչ հայգան թվրոցունիկ, ոչ հայգան եկեղեցունիկ, ոչ ագումպունիկ, բամնությունիկ ենք, ընտանիքներու հարազատներու միան գավեր գա, բայց բարեպախտապար հայերենը բարդատրապար չսեմ, ինքնապերապար դան մեջ և հարազատներով և օրգավակվին արդեն հայերեն լեզուն է իշխողը։ Լավ։ Եվ ոյ մեկ թրգորություն չեն գրես, հրամ է։ Հայերեն լեզուն որ գիշխեսիկ, արդյոք գնեղանակ եթե մի քանի դարիներ յետք ավելի հասուն դարիքի հասնի, նամանավանդ խոսինք գրծեր, ապիգի մասին որ ծեր անուն գգրե, սկսին ալ դարբեր լեզուներ խոսիլ իրարետ կամ դամ մեջ կամ շրջանագետ, այսինքն բիդի դիրաբեդե օդար լեզուն և ոչ հայերենը, գնեղանակ այդ բարակային։ Գրնալալ որ մենք մեր ողջության նեղություն ըսկանք, բայց ստեյսի համաշխարայնացման և մեր կայքայունները մանավանդ միջին արևելքի, չսենք բոլորը սպիրքի, շատ աստու եղավ և իր ժխտական գողմերը գունենա։ Բոլոր այսօր եվրոպական երկիրներ ապրողները, կամ ամերիկյան, սենք լա արավային լա, միացյալ նահանգներ, կամ կանադա, կամ ավստրալիա, ուր որը լա, մենք իրաբաշտ լանք։ Այսօր բոլորս կբայքարինք, բոլոր գարույցները կբայքարին հայաբահբանման համար։ Մենք այսօր չմոռնանք, որ մեր արաբական երկիրներու մեջ չեն սետ բոլոր սպիրկը։ Երբ որ մենք արաբական երկիրներու մեջ գաբրեինք, մենք ուղղակի գարդես թե արիտ տրված էր, թե ծեր հայերեն լեզուն, հայերեն մշակույթը, հայաբահբանման ամեն աշխատանքներու մեջ մենք որոշ ազատություն ունեինք, որովհետև մենք այդպես ապրած ենք այդ երկիրներու մեջ, ինքնաբերաբար գլուխ բարձրացած ենք մենք այդ երկիրներու մեջ, մեր եցվածքով, մեր մակրամակուր աշխատանքով, վստահությամբ, և գիտեք, լավ հեսներու մեջ, լավ աջարականության մեջ, իրաբաշտ լանք թե մենք լավ անուն արձանագրած ենք, բոլոր պետական մարդկանց մոտ, և ադոր համար մեծ հարկանք ունի մեզի հանդեպ, և մեզի ազատ սկած էինք, բայց բիդիկա այդ պոտորիկը այդ օրը, և մանավանդ որ հիմա աշնանային դերևներու ես արդեն փողոցները քեդիններն են, ակերեցիկ դերևները, գրնալալ որ հովը ավելի պոտորգոդը լա և դերևները շատ ավելի հերուները դանի։ Միայն մեր վախը այդ է, շատ աշխատանք պետք է, շատ զորավոր աշխատանք պետք է, ընտանիքները մանավանդ, ընտանեկան հարգեններ, շատ պետք է ուղղակի գոյատևեն իրենց ուսման մագարտագին, հայերեն խոսելագերբին, և չմոռանք որ պետք է փոխադարձ ըլլա, թե հարկանքի մասին և թե ուսման մագարտագին։ Մենք պիտի ներդարարենք քիր, ես շատերեն գլսեմ, ինչ է որ քիրքը CD վրա, ոչ, մենք տարբեր նյութերու պիտի շիշերին, եթե հայերեն լեզուն պիտի բահենք իր մակրամակուր, իր բջիտ վիճակի մեջ, պետք է դերը թարնանք։ Այո, եթե դունի բացը կես, և տուն դերը չլաս, քողերուն թիրախը պիտի թարնա։
Հրամեցվեք ասելու մեկ ցև մնե։ Ճիշտ։ Ադոր համար է որ այդ աշխատանքին պիտի դանի։ Չլար այսինքն մեկը եթե 5 տարի, 10 տարի եվրոպական կամ ամերիկյան երկիրը գաբրի եւ սկսին անբանագոչությունները փոխել։ Լեզուն փոխել։ Հերացանային դերում մեջ մտածում քիչ մը գադագի բաժինը առնենք։ Օրինակ գիտեք, hello, ice call արիքեզի օրինակ կսեն դա շվեդերենով ալլա։ Բայց Իրանի հետամուտ ըլլան բոլորը բարդականություն ունենալով մենք պետք չէ մոմի նման հալինք գարկ մարդիկ որ չիպտիս եմ հարազանոտ իր խոսքին մեջ ըսա մոտ 7 տարի առաջ եւ սպիրկայության համար աղի նման ճուրին մեջ պիտի հալին ըսավ եւ մենք ադոր արիտ պետք չէ դալ մենք պետք չէ հալինք Ոևէ մեկի մոտ մենք քաղաքականություն չենք խոսել ստեյսի մենք խոսենք հայկականություն դեր պետք է լանք Ցավոք սրդի թե այսօր նամարվանդ նոր սերունդին երբ խրադենք բնավ այսպես այդ լսելու կարևորությունը չեն տար որովհետև իրենց համար ավելի թյուրին է օտար լեզուները կամ hello կամ bye այսինքն ցտեսությունը չի գա կամ thank you շնորհակալություն ասելը չի գա իրենց համար ավելի թյուրին է եւ այդ նոր սերունդը միշտ Թյուրինի հետևող սերունդ է ուրեմն հոս ինչպես որ դու գսիկ դաստիարակությունը շատ կարևոր է պետք է ծնողքը դաստիարակեն ծնողքը խորհուրդներ տան օրինակի որովհետև խորհուրդ կսեմ դուք անցամբ ինչ խրատներ կամ ինչ խորհուրդներ լսած եք ձեր ծնողքեն որ մինչև ցարտ կկործատրեք եւ նույն խորհուրդները կփոխանցեք ձեր զավակներուն Շատ չտալ իրականություն է Ինչպիսի խորհուրդներ լսած եք եւ կկործատրեք մինչեւ ցարտ Հիմա օրինակը այո առաջինը եթե մեկը քիրքերու քիչմը քրագանության թերթերու մոդիկ չլա կամ համացանցային ոյե մեկ ցեզին ման գայաներու մոդ չլա եթե ունգընթիր չլա ագընթիր չլա ասիցկեմ ասի հերու ասոր բետ չունիմ ադի մդիկ չեմ ներ աս չեմ գարտար թերթ կա այսօր համացանցի դրա մեր բոլոր հայկական թերթերը օրական թրությամբ լույս տեսը այսինքն ներդրություն կա մոդեն հետաքրքրվելու քիչը թափար գազմելու լսել օրինակ հայերքը լսելը հարկանց բոլոր երկիչներուն բոլորնա բարձ կդար լամացանցային գայանները որոնք կնպաստեն եւ պետք է մենք շիդագը ուղենք եւ ոչ թե միայն ուղեկցինք բոլորս միասին Բեչունինք մենք համաշխարհայնացման երթալու այդ թյուրին խաղապարին գրնալալ որ օրինակ ամենամեկ խոսելագերբի մեջ եթե սխալ արդայություն ունենա մայրենի լեզու հանդեպ գրնալալ որ օրինակ համար մարդկանց մեջ ինքնաբերաբար զուս վլա շտկվի մենք սխալով չիտադենք շատերը երբեմն ինձ գիսեն մենք ախտերեն դարերով դրենք հայերենը բնաշունի մենք չենք կարևորը ոչ ալ ուղղություն դալու այդ կարողությունը չունենք ոչ ալ ուսուցիչներ ենք այսօր այսին մասին է խոսքը բայց չանանք որովհետև եթե քիչ վերջ եթե պիտի կանք ոյե մեկ պատկերիմը հետևանքով ուսուցչական ասպարեզի մեջ հոգեբանական բաժնի մեջ անշուշտ իր քապտիկներ ունի եւ մանավանդ քրական բաժինը կա եթե այսօր ոյե մեկ հերինակ ոյե մեկ բանաստեղծ եթե չի քրանցե աթերինակություն աթիրքերը արդյոք պիտի դպի բայց գիտեք ցեվով շատ կարևոր է որ ասիկ շատեր կան անգլերեն դարերով է որ գքրեն հայերեն ոևէ մեն նամակ ես բադայցավ այդպես անցիմը երբսի թե ինչու հայերեն դարերով ինձի նամակ չես գրեր պատասխանը եղավ ես գամչնամ որովհետև ուղակարական սխալ ունիմ պատասխանս հետևյալներ
վնաս չունի առաջինին սխալը գկրես երկրորդին երրորդինը բայց օրինակ տամ քրագանը քեյով չէ ալ քիմով է քիմով գկրես հաջորդին հետևիլը հո է չէ ալ եջ դարով է գսորվիս եւ գկրես փնավ ամոթ չէ սխալ ցևով կրելը կամ խոսիլը այլ ամոթ է չի սորվիլը Եվ համոզեցի ադանցին, երբեմները որ ինձ նամակ կկրե, հայերեն կկրե, եւ գսե, ես պիտի չամշտամ քեզի հարցնեմ, արդյոք ուղղակական սխալ ունիմ, այո գսեմ, եւ որ մեկ բառը սխալ է, ինքն բռնե, կշտկե, եւ հիմա հայերեն դարերով ինձ նամակներ գողարկե։ Շատ ուրախ եմ այդ մեկին։ Ինքն աշխատությամբ է, ուրախանալի է, ես մեկն եմ որ իբր չեմ կորձիչ կամ դբակրիչ կամ Այդ մագարտակը ինչ որ ասեր ենք մենք հայերեն լեզվի թող միշտ փորձեն Այո Փորձեն ինքն աշխատությամբ իրարու նայելով աշխատանքը հաջողության կվերածվի Բայց շատեր չեն ընդունին այս իրականությունը ընկերապիկ թե օ ես սոնան եմ չեմ սխալ ես մարալն եմ սխալականը ամեն անձի համար է մարդկային սխալականներ կա որ մենք մեր կյանքի մեջ անպայմանած սխալները կնենք բայց պետք է սորվենք դու գսիկ սխալով չի տադենք սխալը շատ գեղեցիկ խոսքեր այդ մեկը եւ դուք ունիք գեղեցիկ խոսքեր օրինակ Ինձի շատ կրավեց երբսի կոսկովս արցանակրեցի իմաստալից ասացվածք մե ինձի ասիկ թե խելացին հետ կար ասենք խելացին հետ կար գրե գներեք այսինքն հարկելիներ եթե պիտի ասեմ դկեդին այդ սեղան մինստիր այսինչ իմաստալից ասացվածք մնե որ ինձի կրավեց ամենչապես քովս կրեցի որպես է խոսենք այս ասացվածքի մասին Բայց գգարձեք թե երբեմն պետք է դկեդին դալ սեղան նստենք որպեսի լուսափանենք եւ շատ բաներ սորվեցնենք որովհետեւ մենք իրար մեկը սորվենք մարդիկ իրար մեկը սորվին Աշուշտ է նայր ստեցի որ մեգադեմ որ եթե զարադնգում եթե բիդի ըլլա չիթիլով եթե որ գսկսի անպայման իրեն հենարան գունենան որ այդ չիթիլը ուղղությունը առնե շիդակ Որևէ մեգադեն, որևէ մեկ անցպետ է այդ ուղղությունը դա իրեն շիդակ ուղի բարելու համար։ Դուք անցան բարդավորված էիք օրմա այսպես այդպիսի անցերու հետ սեղան նստել։ Անշուշտ կբադայի ընկերային այդ շրջանակներում մեջ ասել չէ որ պետք է մագարտակ տալ, բայց ընդհանրապես կսեմ օրինակ համար Ձնողական կամ անհատական մեր կյանքի մեջ մտավորական թեմքերու հետ, հայտնի հեղինակներու հետ, փիժներու հետ, թադավորներու հետ, բարեկամներ ընկերներ են ասում։ Ասել չէ որ մեր բոլոր ընկերները ընդրյալներ են։ Գան այսօր նույնիսկ ազգային կամ միութենական կամ մարզական կյանքի մեջ գան թեմքեր կան։ Դռնալը որ իրենք ուսումնադեն չեն եղած, ուսում չունի։ Բայց ազգային կյանքի մեջ մոտ եղած են Եվ բավականաչափ իրենք գրծած են, իրենց հաջողցնել այդ ընկերային կյանքի մեջ, ասին քիրով քրագանությամբ։ Ես միշտ կսեմ, եթե ուսում ունեցած չէ հավանաբար կարողության համեմատ կամ ընտանիքը կարողություն ունեցած չէ, բայց ինքնաշխատությամբ սորված եւ հասած է, բայց դքետ մնալը այդ մեկը Անցին որոշումն է, ես չեմ ուզեր սորվիլ, չեմ ուզեր հասնել, որովհետև շատը գիտեմ։ Ուրեմն այս բարակային պետք է քարը գրենք եւ ոչ սեղանը նստենք այդ անցին, այդպես է։ Այո, մասամբ գնահանդրվի։ Այո։ Ոչ թե դեպերի մաստով, այսինքն, այդ եսասիրությունը մեջ եմ պետք է վերցվի։ Երանի բոլորը նույն ցևով մտածեն եւ Երանի բոլորը ինքնաշխատությամբ հասնին, որովհետեւ Գյանքի մեջ միշտ մենք սորվելիքներ ունենք եւ պետք է հարաճտիմենք եւ նույն տեղը չմնանք, այսինքն աստիճանաբար կամած այսպես ավելի լավին փարսանանք եւ հետևենք։ Բայց հիմա շատ հաճելի նյութի շուրջ պիտի խոսիմ ծեր երկու ստացած բգայականներու մասին։ Ո պիտի ասեն այսպես մեր այսօրվա հետևողների ինչ բգայական է արդյոք տաստիարակչական եւ հոգեբանական Ինչ հաղորդելիք ունիք այս երկու վկայականներու մասին երբ ստացակ ինչ էր գաղափարը
Ուրեմն քաղաքարը հետևյալներ կուդստեյսի այնքան ադեմ որ մենք շվեդ նվաճումներու մեջ էինք նախ բոլորին համար եւ մեր անձին համար օդար երկիր գտնվելը նախ դժվար գացություն մնե Իսկապես։ մենք բրձիկ տարիքը չենք եկած չենք փոխադրված մեզի համար հսկայական լերմն է որ պիտի տապալենք եւ մանավանդ լեզուն Այո։ Բայց դրցանք հաղթարել գարշ ժամանակի միջոցի մեջ այդ օդարականներու դպրոցը որ լեզուն գսորվեցն է շվեդերենի դրցանք լավ ոստումներով նվաճումներով վերջացնել եւ այդ օրերուն մինչեւ երբ որ լեզուն սորվելու այդ անհատական դպրոցը որ գերտային աշակերտներու ուրեմն օդարական աշակերտներու հադու ինձ պատասխանատվություն տվին եւ գուրցիս վրա բեջը զեդեղված էր որ 5 լեզուներով գրնամ իրենց օգտակար լան օդարականներու այդ դպրոցի մեջ ուրեմն առաջին ոստումը հոնդերեն սկսավ բավական արժեքներ դրված էր ապիգին վերջը մոտ այդևս անցավ բավական 2017 թվականին քաղաքապետությունը եւ համալսարանի դնորենությունը իրարու հետ ժողովում արած են մեր ապրած քաղաքեն 100 ընդրյալներու հետ իրեն քանդիբում դի ունենան եւ պիտի ընդրեն մեջեն միայն 9 հոգի որ ցարան երթան Կարևորը այդ 100-ին հետ իրեն քանդիբում ունեցան մեջը լալով ապիգը ընդրվեցան եւ մեզի ուղարկեցին համալսարան մասնակցության ասի 2017 թվականին դեղի ունեցավ անշուշտ համալսարան ամեն շվեդերեն է բայց մի քանի լեզուները գիտնալուց օդա լեզուներում ինձ միշտ կնպաստեր օրինակ ամարի մա պրոֆեսորը տասկը բացադրե պամգներ բադի վրա կամ նկարահանումով է վիդեոյի վրա բացանները միշտ Yani krete haraçatem yesey hatta աշակերտներու մեջ Այսի մոտավորապես 35-36 աշակերտ դույներեն Եվ գային նույնիսկ հալեբեն մեկ երկու գան եւ մեկը ծախսով հայ Հետաքրքրական է Աբա Եվ մինչև պրոֆեսորին հետ լավ գեիշեմ երեքշաբթի օր 2017 գծուկատիբեր ապրիլ 24 լավ մդիգրետ եւ բոլորը Այդ օրը թեզ ունենք պատրաստերիկ ուրեմն համալսարանն ենք իրենսի որ բենքեր անուն բենքսի մենք պրոտեստ ունինգսի Ստոկհոլմ այրաքաղաքը այսօր ապրիլ 24 էսի ցեղասպանությանսի օրն է մեր հայության Սա ես շատ ապքիդեմ սա բատմությունը Սին այր հիմա ասի թասարանի մեջ վիդեո բիդի պանանք ուագիսի YouTube-ի վրա Armenian Genocide Սի ինձի կարևոր չէ միայն երգերեք բարյան բոլոր աշակերտությունը թողտի դե Ուրեմն այս թվականը գսեն ով որ գուզե թողանա ուրացույցը 2017 երեքշաբթի օր ապրիլ 24-ի ոգեգոճումներ Ճիշտ օներ որ արդեն բոլորը փշակված հասարանի մեջ դիտեցին ուզումով եւ վերջ 3-4 վարյան դեպողությունը Ուրեմն 6 ամսվա գրեթե եւ քիչ ավելի այդ ուսումը շարունակեցինք եւ մեզի վգայականի արժանի երին ուրեմն այդ վգայականի անունը շվեդերենով ստուդի հանդլեդարեն շատ մոդեռն student head hand leader Okay I say master որովհետեւ ուսուցիչը ավելի Սիմբաբե ավելի բաբական եղանք թացարանի մեջ քանի օդարական աշակերտներուն շվեդերեն տասը պիտի բացադրես մեկ արաբային ամերիկային եկերը մեկ եվրոպական երկիրներ եկերը գամատներեն գա շմսվաներեն պիտի խարմինի արաբականը գամ ինչ որ ակներեն գնպաստ է եւ բոլոր լեզուներով տասերու բացադրությունները կուտային Այսօր ինչ առավելություն ունին այդ վկայականները ձեր կյանքի մեջ Ներողություն չասկսամ յա Այդ երկու վկայականները այսօր ինչ առավելություն ունին ձեր կյանքի մեջ Ինքը առավելությունը միայն այդ էր որ հոգեգան մեծ հանգստություն ունեցանք թե մենք այսօր օդար երկիրներու մեջ
մեծ նվաճումներ ունեցանք եւ մեծ ոստումներ ունեցանք ցույց տալու համար նախ թե հայը օդար երկիրներում մեջ ով է թե ինչ կրնակ ներկայացնել այսօր լա մեր ընտանեկան հարգին մեջ ինչպես զավակս ինչպես մենք գամ գինս թակուշը ամենից մեր աշխատանքով ցույց տվինք նախ երբ որ մեզի գարցնեն մենք ասենք հայ ենք հայ ենք եւ մեր մայրենի լեզուն հայերեն երկրորդ վկայականը ABF ուրեմն գազագերբությունն է որ ամբողջ Եվրոպայի մեջ է դարձյալ ABF-ն է ուրեմն դարձյալ ուսուցչական դասյարակչական օղագի պատասխանատու եղավ Ինչ լավ եւ անշուշտ իբր կորզական կյանքին նպաստեց մի քիչ այսին տասավանդություններում բայց միայն չնամ մոտ 4 տարի գամավոր օրեն բոլոր օդարականները որ շվեդ գուքային եկեղեցի ունեին երկու սրահները որ սպրոկ կաֆե գսեն այսինքն learn to speak կաֆեն է գուքային լեզու սորվելու այդ ուսուցչական գազմի մեջ գամավոր օրեն իրենց տասավանդություններ ռազեն Գամավոր միշտ, այո, իսկապես երբ գամավորորեն մենք ովևէ մեկ կորցի վրա աշխատենք կամ կներկայացնենք, ալ ավելի ուրախություն կպատճառը մեր հոգեկանին։ Ցերվարց կգատար եւ աս հայերեն լեզուն մենք միշտ պահենք, բարձր պահենք, մենք հայաբախբանման համար ովևէ մեկատեն պատրաստ ենք խոսելու, աշխատելու, գամավոր, ինչպես որ դու գսիկ այդքան հաճելի բացատրություններ տվիկ, այդքան հաճելի խոսքերը թե այս 1 ժամ 15 վայրկյանը բնավ չսկացինք թե որքան գեղեցիկ ցևով գզրուցենք երկուքս միասնաբար, բայց մենք այսպեսով ինչպես մեր հաղորդմանը սկիզբը ես հայտարարեցի, թե պիտի չի բավարարվենք, այլ ունենանք երկրորդ բաժնին պիտի խոսենք ավելի մարզական այսպես դարբեր նյութերու շուրջ եւ այլ ուրիշ գարկմնյութեր պիտի պատրաստենք, բայց միասին։ Ես շնորհակալ եմ, որ ձեր ցանկությունը հայտնեցիք, թե գուզեք ռադիոստարզի եւ հայաստղեր հաղորդաշարի հյուրելալ այսպես երբ հյուրընկալած է մեր եղբայր Ավելիս Պապազյանը անագնգալի արչեւ գտնվելով ձեր ցանկությունը լսեցի եւ շատ շնորհակալություն կհայտնեմ թե փապակեցաք ովևէ մեկ ժամանակ բարի եկացեք մենք պիտի հանդիպենք երկրորդ բաժնով բայց այժմ պիտի խնդրեմ ձեզ մեծ սրտակին խոսքը մեր այսօրվա հաղորդաշարը հետևողներուն գրողներուն գիսվողներուն եւ հայասկի ինստերտակին խոսքերունի կսելիք ապա ես իմ շնորհակալական խոսքս կփոխանցեմ ձեզի բայց ճագերդի մեջ ասեմ Գներեք սիրելիներ, չեմ գիտեր ինչ պատահեցավ, ընդհատվեցավ մեր թիմատետրի վրա հայտակիրը, բայց ամենչապես ետ կապվեցանք եւ հիմա արդեն գտիդեք։ Եթե հարցնեք պատճառը ինչ է, մեծ հարցմանշան մոնին, բայց բրբդելով անպայման կգիտնանք թե ինչու ընդհատվեցավ, ինչ էր պատճառը Facebook-ի վրա մեր հաղորդաշարը ընդհատեն։ Լսենք ձեր շրջակին խոսքը հրամեցեք։ Կարևորը շատ մեծ շնորհակալություն կհայտնեմ մեր սիրելին գերուի Ստեյսի, որ ընկալեցիք մեզ առավել անշուշտ ռադիո ստարզին իր բացառիկ ելույթներում մենք բադիվով երևինք եւ մանավանդ ծեր ներկայացուցած այդ մաքուր եւ վճիտ հայերենը որ գուզեք աշխել բոլորին իմաստալից կերպով եւ բոլոր ունգընտիրներուն եւ ագընտիրներուն ալ մեծ շնորհակալություն գայտնեմ, որոնք երևին մեսի եւ պիտի մնանք կապի մեջ այնքան ադեմ որ մեր ըննավերը պիտի ձփի ձողուն վրա անդադար եւ բաժնելով հայկականությունը աշխարհի բոլոր երկրներու եւ քաղաքներու մեջ շնորհի մաշուշտ երկնքի փայլուն ասխերեն մին ռադիոստարզը Շատ շնորհակալ եմ այդ նավերն էլ թյուրությամբ պիտի թիավարենք որովհետեւ հասնենք այնուր որ գծրակրենք հասնել այդպես է Գտիավարենք եթե պետք է լա արակաստը կփարսացնենք եւ վրան հայկականության եւ հայության թրոշը Միշտ ահավասիկ իմ ստուդիոներս միշտ
Ներկայ է միշտ իմ մոդն է այս կարմիր գաբույտ նարնջակույնը որ մեր հբարդությունն է մեր մայր հայրենիքի տրոշակն է միշտ ստուդիոներս իմ մոդ արդեն միշտ կա հավասիկ հարկելի ինգերապիկ բասմացյան Մենգալ մասիսով փոքր եւ մեծ մասով բարդանանք ոչ թե միան նոյան դաբանը հենեցավ բայց Բիդի մնանք մաքուր, լավ, ասկայնացեր, ընգերային միջավայրի մեջ իրար պարսացնենք, իրար հարկենք, իրար սիրենք, հայրեն խոսիլը հեչ կարևոր չէ, կարևորը մենք միասնագամն լանք, իրարու շնագալը լանք, իրարու պարսացնենք, բիդի գրնեն պարսրացուր իմաստով, այնքն ադում կպարսանանք միասին պարսացնենք, խտրականություն չի տնենք, քույներ չի տնենք իրարու, այլ իրար սիրենք միայն։ Եվ մենք կաթողենք մեր կյանքի մեջ հայրենիքեն մինչև սպիրտքեն մինչև հայրենիք։ Իրար սիրենք։ Ողջ մնա ժողովուրդը, ողջ մնա ռադիոստարժը եւ մեր սիրելի քույր Ստեյսին։ Շատ շնորհակալ եմ քրական հասարակական եւ տպագրական կորզիչ ընկերապիկ բասմաճյան շատ հաճելի է իսկապես բոլոր դեղեցությունները ցեզ մելի ու լիլսելը մենք դարձյալ գաբի մեջ կմնանք որովհետեւ որոշենք թվական մցեր երկրորդ հանդիպման որոնինք տարբեր նյութեր զրուցել դիտելա միան չմորնանք որովհետեւ գրնալալ որտեր գախյալ մնաց հորեղբայրներուս պատմականը կամ հորակույրներուս չասանգադոր որովհետև արդեն ինչպես ասի ամեկ ժամ 20 վայրկյան եղած է, բայց երկրորդ բաժնի միան ուրեմն մենք չենք խոսել այդ մարզական կամ հոմենտմենի այլ տարբեր նյութերու շուրջ, այլ գխոսենք մնացած։ Բնավ չսկացինք հոսքուզեմ դարձյալ շնորհակալ։ Բարձերնիտ գդար անպայման հանդիպելու փապակով։ Ինչու՞ չէ շնորհակալություն դարձյալ Հովիկ Բասմաճյան օգնելու համար շնորհակալություն Մարիա Բասմաճյան Ղուգասյան այս գեղեցիկ ցայնակրության եւ անագնգալին համար իր հոր շնորհակալություն ծեր սիրուն սիրասուն դիկնոջ Թակուհի Բասմաճյանին եւ ինչպես նաեւ մեծ շնորհակալություն ցեզի հարկելի Աֆիկ Բասմաճյան հայ հաղորդաշարի հյուրը լալու համար եւ մնանք միշտ հույսով եւ ուրախությամբ հաջորդ հանդիպման Շնորհակալ եմ քույր Ստեյսի հաջողություն հարադեպ եւ նորանոր նվաճումներ Ամեն շնորհակալություն ցեզի բարեկիշեր մենք պիտի լսենք այլաչեր երգը եւ ապա գհերանա մեզ մեր հարկարժան հյուրը բարեկիշեր եւ ցտեսություն Բարեկիշեր ցտեսություն բայ 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 Gişeleri
Գայանե Չան, Գայանե Սերոպյան Փորձիր խաչքերով